Նա ամուսնացավ պարտադրանքով, ոչ թե սիրով։ Նա մի անծանոթ էր, սառը հեռու։ Բայց բավական էր ճշմարտության մեկ պահ, որ ամեն ինչ փոխվեր։ Այժմ մի անսպասելի զգացմունք սպառնում է խախտել պայմանագիրը։ Հուսով եմ, ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Մի մոռացեք գրել, թե որտեղից եք դիտում։ Մարինեն երբեք չէր պատկերացնի, որ կհայտնվի այստեղ, կանգնած հյուրանոցի սենյակի հայելու առաջ, հագին մի սպիտակ զգեստ, որն իր մեքենայից ավելի թանկ արժեր։ Կտորը նուրբ էր, բարձրակարգ, ընտրված նրա ընտանիքի կողմից վարձված ոճաբանի կողմից։ Այստեղ ոչինչ իրականում իրենը չէր։ Ոչ զգեստը, ոչ բարդ սանրվածքը, ոչ էլ այն ժպիտը, որը պետք է պահեր առաջիկա ժամերին։ Այս ամուսնությունը պարզապես մեկ պայմանագիր էր։ Ստորագրված մի թուղթ։ Լուծում այն խնդիրների համար, որոնք ինքը չէր ստեղծել, բայց որոնք այժմ կրում էր իր ուսերին, որպես չափազանց ծանր բեռ։ Նա նայեց իր արտացոլանքին, փորձեց գտնել այն կնոջ գծերից որը մեկը, որը ժամանակին եղել էր։ Ճարտարապետ, որը սիրահարված էր յուրաքանչյուր նախագծին, իր գծագրատախտակի վրա գծված յուրաքանչյուր գծին, դատարկ տարածքները իմաստով լի վայրերի վերածելու հնարավորությանը։ Մարինե Թադոսյանը միշտ եղել է վճռական, կայուն, ինքն իր տերը։ Բայց հիմա այստեղ, պատրաստվելով իջնել մի արարողության, որը պետք է իր կյանքը միացներ բոլորովին անծանոթ մեկի կյանքին, նա իրեն փոքր էր զգում։ Խոցելի։ Գերեվարված։ Ընտանեկան շինարարական ընկերությունը սնանկության եզրին էր։ Հոր հանկարծակի մահից հետո պարտքերը սկսեցին հայտնվել անցյալի ուրվականների պես։ Վատ կնքված պայմանագրեր, վարկեր, որոնց գոյության մասին նա անգամ չգիտեր, մատակարարներ, որոնք պահանջում էին ուշացած վճարումներ։ Մարինեն փորձեց ամեն ինչ միայնակ հաղթահարել, բայց բեռը չափազանց ծանր էր։ Հենց այդ ժամանակ հայտնվեց առաջարկը։ Դաշինք։ Ամուսնություն, որը կբերեր կապիտալ, վստահություն, փրկություն։ Էդուարդ Կարապետյանն էր փեսացուն։ Նա Էդուարդին ճանաչում էր միայն հեռվից, հասարակական միջոցառումներից, որտեղ նրանց ընտանիքները հանդիպում էին։ Նա փաստաբան էր, հեղինակավոր գրասենյակի բաժնետեր, միշտ անթերի իր պատվերով կարված կոստյումների մեջ այնպիսի տեսքով, կարծես երբեք ստիպված չի եղել պայքարել որևէ բանի համար։ Նա Երանի ամենահին ու ավանդապաշտ ընտանիքներից մեկից էր, այնպիսիներից, որոնք սերունդներ շարունակ հաճախում էին նույն ակումբները, ամուսնությունը դիտարկում էին որպես ռազմավարություն, ոչ թե սիրավեպ։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Դուռը թակեցին։ Ժամանակն էր։ Արարողությունը տեղի ունեցավ քաղաքի ամենահին եկեղեցիներից մեկում, որը լեփ-լեցուն էր հյուրերով, որոնց Մարինեն հազիվ էր ճանաչում։ Լուսանկարիչները ֆիքսում էին յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բեմադրված ժպիտ։ Նա դասական երաժշտության հնչյունների ներքո քայլեց դեպի խորան, ձեռքին մի ծաղկեփունջ, որը կարծես տոննաներ կշռեր։ Էդուարդը սպասում էր նրան խորանի մոտ, լուրջ, անթափանց դեմքով։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, կայծ չեղավ։ Հուզմունք չեղավ։ Միայն փոխադարձ գիտակցում, որ երկուսն էլ դեր էին տանում։ Երթումները մեխանիկական էին։ Մատանիները փոխանակվեցին առանց ձեռքերի դողի։ Համբույրը, կարճ ու անմեղ, ծափահարությունների արժանացավ հանդիսատեսի կողմից, որը կարծում էր, թե ականատես է լինում մի մեծ սիրո պատմության սկզբին։ Բայց Մարինեն գիտեր ճշմարտությունը։ Սա թատրոն էր։ Մի պայմանագիր, կնքված վկաների Աստծո առաջ։ Խնջույքը շքեղ էր։ Սրահը զարդարված էր ներկրված ծաղիկներով, թանկարժեք շամպայն, կենդանի երաժշտություն։ Մարինեն շրջում էր հյուրերի միջով այն ժպիտով, որը սովորել էր կեղծել, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, ընդունելով այն մարդկանց գրկախառնությունները, որոնց հազիվ էր հիշում։ Էդուարդը նույնն էր անում սրահի մյուս կողմում։ Նրանք ընդունելության ընթացքում գրեթե չխոսեցին։ Երբ վերջապես լռության մի պահ գտավ, Մարինեն ապաստանեց սրահի արտաքին պատշգամբում։ Գիշերը զով էր, նա գրկեց ինքն իրեն, փորձելով տաքանալ։ Նա նայեց ներքում փռված քաղաքին, Երանի լույսերին, որ փայլում էին ինչպես միշտ, անտարբեր իր ապրած անձնական դրամայի նկատմամբ։ Հենց այդ պահին հայտնվեց Էդուարդը։ Նա նույնպես կարծես ապաստան էր փնտրում աղմկոտ խնջույքից։ Նրանք կանգնեցին այնտեղ, կողք կողքի, մի քանի րոպե առանց որևէ բան ասելու։ Նրանց միջ լռությունը հարմարավետ չէր, բայց թշնամական էլ չէր։ Պարզապես դատարկ էր։ Վերջապես Էդուարդը խոսեց։
Ձայնը ցածր էր, զուսպ։ Ես գիտեմ, որ սա այն չէ, ինչ մեզնից որը մեկը կցանկանար։ Մարինեն չնայեց նրան։ Շարունակեց դիտել քաղաքի լույսերը։ Իսկապես որ։ Մենք կարող ենք փորձել սա հնարավորինս քիչ անհարմար դարձնել։ Փոխադարձ հարգանք։ Յուրաքանչյուրս մեր տարածքում։ Մարինեն վերջապես դեմքը շրջեց դեպի նա։ Էդուարդը գեղեցիկ էր, նա պետք է խոստովաներ։ Արտահայտիչ դիմագծեր, մուգ աչքեր, որոնք այժմ կարծես ինչ-որ հոգնածություն էին կրում։ Բայց նրա մեջ մի բան կար, որ անհանգստացնում էր։ Սառնություն։ Մի հեռավորություն, որը կարծես կառուցվել էր երկար տարիների ընթացքում։ Փոխադարձ հարգանք, կրկնեց նա, կարծես փորձարկելով բառերը։ Պայմանագրի գետի է նման։ Նա քիչ մնաց ժպտար։ Քիչ մնաց։ Դա էլ կանք, այնպես չէ՞։ Մի պայմանագիր։ Մարինեն չպատասխանեց։ Նորից նայեց քաղաքին։ Մեղրամիսը նախատեսված էր անցկացնել Դիլիջանի մի հյուրատանը, ծովափին գտնվող ռոմանտիկ մի վայրում, որն ընտրել էր Էդուարդի ընտանիքը։ Մարինեն որոշման հարցում ձայն չուներ, ինչպես ամուսնության հետ կապված գրեթե ոչ մի հարցում։ Նա պարզապես համաձայնեց, քանի որ դիմադրելը կարծես պահանջում էր մի էներգիա, որն այլս չուներ։ Ճանապարհորդությունը լուռ անցավ։ Էդուարդը ուշադիր վարում էր, կենտրոնացած ճանապարհի վրա, մինչդեռ Մարինեն նայում էր պատուհանից, դիտելով, թե ինչպես է փոխվում բնապատկերը, երբ նրանք թողնում էին Երանի եռուզեռը։ Երբ հասան հյուրատուն, արդեն գիշեր էր։ Վայրը գեղեցիկ էր, ծովի տեսարանով, հարմարավետ ու գեղեցիկ ոճի կահավորմամբ։ Սա այն վայրն էր, որտեղ սիրահարված զույգերը միմյանց գրկում օրեր կանցկացնեին, բացահայտելով միմյանց։ Բայց նրանք սիրահարված զույգ չէին։ Սենյակում Էդուարդը քաղաքավարի էր։ Վերցրեց բարձն ու ծածկոցը տեղավորվեց բազմոցի մի անկյունում։ Դու մնա մահճակալին։ Ես այստեղ կմնամ։ Մարինեն ուզեց վիճել ասել, որ կարող են տարածքն ավելի հավասարաչափ բաժանել, բայց ճշմարտությունն այն էր, որ թեթացում զգաց։ Անծանոթի հետ մահճակալ կիսելու գաղափարը, նույնիսկ եթե նա թղթի վրա իր ամուսինն էր, նրան անհարմարություն էր պատճառում։ Շնորհակալ եմ, մրմնջաց նա։ Հաջորդ օրերին առօրյան տարօրինակ էր։ Նրանք արթնանում էին, լուռ նախաճաշում, հետո յուրաքանչյուրը գնում էր իր անկյունը։ Մարինեն ժամերով զբոսնում էր լողափին, զգալով ավազը ոտքերի տակ աղի քամին դեմքին։ Դա իր ձն էր, վերամշակելու այն ամենը, ինչ կատարվում էր։ Էդուարդն իր հերթին մնում էր սենյակում կամ պատշգամբում, աշխատելով նոութբուքով։ Նա երբեք չէր դադարում։ Մի կեսօր Մարինեն որոշեց ավելի հեռու գնալ լողափով։ Արը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն։ Նա քայլեց այնքան, մինչ հյուրատունը տեսադաշտից կորավ, մինչ բոլորովին մենակ մնաց։ Հենց այդ ժամանակ նա թույլ տվեց իրեն լաց լինել։ Արցունքները հորթեցին, իրենց հետ տանելով ողջ հիասթափությունը, զայրույթը, սեփական կյանքի վերահսկողությունը կորցնելու տխրությունը։ Նա չնկատեց, որ Էդուարդը դուրս էր եկել իր հետից։ Երբ վերջապես շրջվեց վերադառնալու, նա այնտեղ էր, մի քանի մետր հեռավորության վրա, պարզապես դիտում էր։ Մարինեն արագ սրբեց դեմքը, շփոթվելով, որ իրեն տեսել էին խոցելիության այդ պահին։ Ներողություն, չէի ուզում անհանգստացնել, ասաց Էդուարդը, մի քայլ հետ գնալով։ Չես անհանգստացնում։ Նրանք կանգնած մնացին, դեմ դիմաց, ֆոնին ալիքների ձայնը։ Ես էլ սա չէի ուզում, ասաց նա հանկարծ, ձայնը սովորականից ավելի ցածր հնչելով։ Ես մեծացել եմ, պատրաստվելով ստանձնել պարտականություններ, անել այն, ինչ ինձնից սպասվում էր։ Բայց սա, նա անորոշ ժեստ արեց իրենց երկուսի մեջ, սա այլ է։ Սա մարդ է։ Ոչ թե գործնական պայմանագիր։ Մարինեն զգաց, թե ինչպես մի բան փոխվեց իր ներսում։ Առաջին անգամ Էդուարդը մարդկային թվաց։ Ոչ միայն սառը հաշվենկատ փաստաբանը, որին նա պատկերացնում էր, այլ մեկը, ով նույնպես պայքարում էր իր սեփական կապանքների դեմ։ Ես միշտ երազել եմ իմը կառուցել, սկսեց Մարինեն, ձայնը դեռ դողալով։ Ոչ միայն շենքեր, գիտես։ Այլ կյանք։ Մի կյանք, որն իսկապես իմը կլիներ։ Իսկ հիմա ես այստեղ եմ, ամուսնացած մեկի հետ, ում հազիվ եմ ճանաչում, փորձելով փրկել մի բան, որ հայրս է թողել։ Էդուարդը գլխով արեց, կարծես լիովին հասկանալով։ Ծնողներս երբեք չեն հարցրել, թե ես ինչ եմ ուզում։
Միշտ ասել են, թե ես ինչ պետք է լինեմ, որտեղ պետք է սովորեմ, ում հետ պետք է ամուսնանամ։ Եվ ես միշտ հնազանդվել եմ, որովհետև այդպես ավելի հեշտ էր։ Բայց հիմա, նայելով քեզ, տեսնելով, որ դու նույնպես այս թակարդում ես, ես ինձ հարց եմ տալիս, արդյոք ճիշտ ընտրություններ եմ կատարել։ Նրանք կողք կողքի վերադարձան հյուրատուն, դեռ լուռ, բայց մի բան փոխվել էր։ Մի փոքր ճաք էր առաջացել նրանց բաժանող պատի մեջ։ Դա դեռ ընկերություն չէր։ Վստահություն չէր։ Բայց սկիզբ էր։ Այդ գիշեր նրանք միասին ընթրեցին հյուրատան պատշգամբում։ Զրույցը թեթեր, մակերեսային, բայց ավելի քիչ լարված։ Էդուարդը պատմեց իր աշխատանքի մասին, գործերի, որոնք իրեն մարտահրավեր էին նետում, այն մասին, թե ինչպես է իրավունքը միշտ եղել քաոսը կարգի բերելու իր ձ. Մարինեն խոսեց ճարտարապետության մասին, այն մասին, թե ինչպես է յուրաքանչյուր նախագիծ մարդկանց հասկանալու, տարածքներ ստեղծելու միջոց, որոնք արտացոլում են, թե ովքեր են նրանք։ Երբ է մտածել ես հիվանդանոցների կամ դպրոցների հետ աշխատելու մասին, հարցրեց Էդուարդը, անկեղծորեն հետաքրքրված։ Մարինեն ժպտաց։ Դա առաջին անգամներից մեկն էր, որ նա իսկապես ժպտում էր ամուսնությունից հետո։ Միշտ եմ մտածել։ Կարծում եմ, հատուկ բան կա մարդկանց մասին հոգ տանող վայրեր կառուցելու մեջ, գիտես։ Վայրեր, որոնք հոգի ունեն։ Էդուարդը մի պահ նայեց նրան, Մարինեն զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Մի բան կար նրա հայացքում հիմա, ուշադրություն, իրական հետաքրքրություն։ Երբ վերադարձան Երան, ամուսնական կյանքն իսկապես սկսվեց։ Նրանք ապրում էին մի ընդարձակ բնակարանում, որը նվիրել էր Էդուարդի ընտանիքը։ Այն գեղեցիկ էր, լավ տեղում, բայց անդեմ։ Կարծես դիզայներական ամսագրի ցուցանմուշ լիներ, առանց իրական կյանքի հետքերի։ Մարինեն փորձեց անձնական շունչ հաղորդել։ Բույսեր, նկարներ, որոնք ինքն էր ընտրել, գրքեր, սփռված հյուրասենյակում։ Էդուարդը չբողոքեց։ Իրականում, նա կարծես հավանություն էր տալիս։ Աստիճանաբար բնակարանը սկսեց ավելի քիչ նմանվել հյուրանոցի ավելի շատ մի վայրի, որտեղ երկու մարդ իսկապես ապրում էր։ Առօրյան բաժանված էր։ Էդուարդը վաղ առավոտյան գնում էր գրասենյակ ուշ վերադառնում։ Մարինեն հիմնականում տնից էր աշխատում, նախագծեր գծելով, տեսազանգերով հաճախորդներին սպասարկելով։ Նրանք հանդիպում էին ընթրիքին, երբ Էդուարդը գալիս էր։ Սկզբում ճաշերը լուռ էին, բայց ժամանակի ընթացքում սկսեցին ներառել օրվա մասին զրույցներ, աշխատանքի մասին մեկնաբանություններ, նույնիսկ երբեմն ծիծաղ։ Մարինեն բացահայտեց, որ Էդուարդն ուներ չոր հումորի զգացում, որը նա չէր սպասում։ Նա բացահայտեց, որ Մարինեն շատ ավելի ուժեղ էր, քան թվում էր, տպավորիչ վճռականությամբ կրելով շինարարական ընկերության բեռը։ Բայց ամեն ինչ հեշտ չէր։ Լարվածության պահեր լինում էին, հատկապես, երբ Էդուարդի ընտանիքը գալիս էր կիրակնօրյա ճաշի։ Նրա մայրը, Անահիտը, էլեգանտ իշխող կին էր, միշտ հարցեր էր տալիս թոռների մասին, միշտ ակնարկում, որ Մարինեն պետք է ավելի շատ ներկա լինի ընտանիքի հասարակական հավաքույթներին։ Մարինեն ժպտում գլխով էր անում, բայց ներսում եռում էր։ Էդուարդը նկատում էր։ Եվ, զարմանալիորեն, սկսեց պաշտպանել նրան։ Մամ, Մարինեն իր աշխատանքն ունի։ Նա պարտավոր չէ բոլոր միջոցառումներին ներկա լինել։ Անահիտը դժգոհ հայացքներ էր նետում, բայց նահանջում էր։ Դա փոքր բան էր, բայց Մարինեի համար շատ բան էր նշանակում։ Ամուսնությունից 3 ամիս անց մի բան իսկապես փոխվեց։ Մարինեն ուշ աշխատում էր մի բարդ նախագծի վրա, փորձելով լուծել մի կառուցվածքային խնդիր, որը օրեր շարունակ իրեն անհանգստացնում էր։ Էդուարդը եկավ, սովորականի պես անմիջապես սենյակ գնալու փոխարեն, նստեց նրա կողքին, հյուրասենյակի սեղանի մոտ։ Կարող եմ օգնել։ Մարինեն զարմացած նայեց նրան։ Դու ճարտարապետությունից հասկանում ես։ Ոչ։ Բայց խնդիրներ լուծելուց հասկանում եմ։ Երբեմն պարզապես պետք է մեկը, ով կլսի կօգնի մտքերը կարգի բերել։ Նա տատանվեց, բայց հետո սկսեց բացատրել։ Էդուարդը ուշադիր լսում էր, հարցեր տալիս, մոտեցումներ առաջարկում։ Խոսքը ճարտարապետության մասին չէր։ Խոսքը տրամաբանության, ռազմավարության մասին էր։ Եվ դա աշխատեց։ Երբ վերջապես գտան լուծումը, արդեն լուսադեմ էր։ Նրանք կողք կողքի էին, հոգնած, բայց գոհ, կիսում էին մի բաժակ թունդ սուրճ, որը Մարինեն պատրաստել էր։ Շնորհակալ եմ, ասաց Մարինեն, այս անգամ շնորհակալությունն անկեղծ էր։ Խնդրեմ։ Հաճելի էր քեզ աշխատելիս տեսնել։
Դու գրքով ես անում քո գործը։ Մարինեն ժպտաց։ Առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը դա ընդունում էր։ Ոչ միայն աշխատանքը, այլ դրա հետում կանգնած գիրքը։ Իսկ դու սիրում ես քո գործը։ Էդուարդը մի պահ լռեց։ Սիրում էի։ Նախքան պարտականություն դառնալը։ Նրանք մնացին այնտեղ, զրուցելով մինչ լուսաբաց։ Խոսեցին հին երազանքների, դարակներում մնացած ծրագրերի, իրենց կրած ճնշումների մասին։ Առաջին անգամն էր, որ Մարինեն զգում էր, թե իսկապես ճանաչում է Էդուարդին։ Ոչ թե փաստաբանին, ոչ թե ժառանգորդին, այլ այդ ամենի հետում կանգնած մարդուն։ Հաջորդ շաբաթներին նրանց միջ կապն ավելի խորացավ։ Փոքր բաներ։ Էդուարդը սկսեց առավոտյան Մարինեի համար սուրճ բերել։ Նա սկսեց սառնարանին սիրալիր հիշեցումներով գրություններ թողնել։ Նրանք գիշերները միասին ֆիլմեր էին դիտում, կիսում բազմոցը, երբեմն հենց այնտեղ էլ քնում էին միմյանց հենված։ Դա աստիճանաբար էր։ Բայց դա տեղի էր ունենում։ Եվ հետո, երբ Մարինեն ամենաքիչն էր սպասում, ռումբը պայթեց։ Մեծ տպաքանակ ունեցող մի ամսագիր հոդված։ Հրապարակեց շապիկին վիթխարի տառերով վերնագիր, որը հասանելի էր քաղաքի բոլոր կրպակներում։ Վերնագիրը կործանարար էր։ Կեղծ ամուսնություն։ Միությունը, որը փրկեց երկու քայքայվող կայսրությունները։ Մարինեն իմացավ, երբ իր քարտուղարուհին զանգեց, դողացող ձայնով հարցնելով, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Նա վազեց մոտակա կրպակ մի օրինակ գնեց։ Կարդաց հենց այնտեղ, մայթին, զգալով, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Հոդվածը դաժան էր։ Մանրամասնում էր շինարարական ընկերության պարտքերը, ենթադրում, որ ամուսնությունը կեղծիք էր, հորինված երկու փլուզման եզրին գտնվող բիզնեսները միավորելու համար, ակնարկում, որ Մարինեն իրեն վաճառել էր փողի դիմաց, որ Էդուարդը կին էր գնել, հեղինակությունը պահպանելու համար։ Կային հարսանիքի լուսանկարներ, անանուն աղբյուրների չարախինդ մեկնաբանություններ, ենթադրություններ նրանց անձնական կյանքի մասին։ Մարինեն սրտխառնոց զգաց։ Յուրաքանչյուր բառ դանակի հարված էր։ Ոչ միայն հանրային նվաստացման համար, այլ որովհետև դա շոշափում էր վախեր, որոնք նա արդեն կրում էր։ Օգտագործված լինելու վախը։ Որպես մարդ չդիտվելու, այլ ավելի մեծ խաղի խաղաքար լինելու վախը։ Երբ Էդուարդը այդ գիշեր տուն եկավ, նա նստած էր հյուրասենյակում, ամսագիրը բացված սուրճի սեղանին։ Տեսել ես, հարցրեց նա, սառը ձայնով։ Տեսել եմ։ Ու։ Ինչ ու, Մարինե։ Դու գիտեիր, որ սա տեղի է ունենալու։ Որ մենք ծաղրի առարկա ենք դառնալու։ Էդուարդը հոգոց հանեց, ձեռքը տանելով մազերի միջով։ Ես չգիտեի։ Բայց նա զարմացած չեմ։ Սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք։ Բամբասանքներ, ենթադրություններ։ Մարինեն ոտքի կանգնեց, զայրույթը ներսում աճում էր։ Սա ուղղակի բամբասանք չէ, Էդուարդ։ Սա իմ հեղինակությունն է։ Իմ աշխատանքը։ Ես հիմա ինչպես եմ նայելու իմ հաճախորդների աչքերին։ Ինչպես եմ ապացուցելու, որ ես սրանից ավելին եմ։ Դու ոչ ոքի ոչինչ ապացուցելու կարիք չունես։ Ունեմ։ Որովհետև ի տարբերություն քեզ, ես իմ կարիերան զրոյից եմ կառուցել։ Ես գրասենյակ չեմ ժառանգել։ Ես պայքարել եմ յուրաքանչյուր նախագծի համար։ Վեճը սրվեց։ Կոշտ խոսքեր ասվեցին։ Մեղադրանքներ հնչեցին։ Մարինեն բաներ ասաց, որոնք չէր մտածում, սնվելով նվաստացումից ցավից։ Էդուարդը, որը սովորաբար զուսպ էր, կորցրեց ինքնատիրապետումը նույն ուշքնությամբ պատասխանեց։ Վերջում Մարինեն ճամպրուկ վերցրեց գնաց հյուրասենյակ։ Էդուարդը մնաց հյուրասենյակում, լուռ նայելով այն ամսագրին, որը ոչնչացրել էր իրենց կառուցած փխրուն հավասարակշռությունը։ Հաջորդ օրերը լարված էին։ Նրանք հազիվ էին խոսում։ Մարինեն մտածում էր տնից գնալու մասին, բայց չգիտեր ուր։ Շինարարական ընկերությունը կայունանում էր, բայց դեռ կախված էր Էդուարդի ընտանիքի հետ համագործակցությունից։ Նա թակարդում էր։ Եվ հենց այդ բանտում Մարինեն սկսեց մի բան նկատել։ Էդուարդի բացակայության, նրանց միջ հաստատված հեռավորության մեջ նա կարոտ զգաց։ Կարոտ լուսադեմի զրույցների, կիսված ծիծաղի, նրա ներկայության, որը դարձել էր իր առօրյայի մի մասը։ Նա ոչ միայն ընտելացել էր նրան։ Նա սկսում էր ավելին զգալ։
Մի բան, որը միաժամանակ վախեցնում շփոթեցնում էր իրեն։ Էդուարդն իր հերթին իր սեփական դերի դեմ էր պայքարում։ Հոդվածը հարվածել էր նրա հպարտությանը, հանրային կերպարին։ Բայց այն, ինչ իրականում նրան անհանգստացնում էր, Մարինեին վիրավորված տեսնելն էր։ Տեսնել, թե ինչպես է այն ուժեղ վճռական կինը, որին նա սովորել էր հիանալ, վերածվել սենսացիոն վերնագրերի։ Նա հասկացավ, որ դա ոչ միայն հիացմունք էր։ Ավելին էր։ Շատ ավելին։ Հոդվածից մեկ շաբաթ անց Էդուարդը թակեց հյուրասենյակի դուռը։ Մարինեն բացեց, աչքերը կարմրած լաց լինելուց։ «Մենք պետք է խոսենք», ասաց նա։ Մարինեն դուռը բաց թողեց, բայց ոչինչ չասաց։ «Ես գիտեմ, որ ես քեզ հիասթափեցրի։ Ես պետք է քեզ ավելի լավ պաշտպանեի սրանից։ Ես պետք է կանխատեսեի, որ սա տեղի կունենա»։ «Դա քո մեղքը չէ», մրմնջաց Մարինեն, բայց ձայնը անվստահ հնչեց։ «Իմն է։ Որովհետև ես այս ամուսնությանը մոտեցա որպես գործարքի։ Որպես պայմանագրի։ Իսկ դու դրանից ավելիին էիր արժանի»։ Մարինեն զարմացած նայեց նրան։ «Բայց ես էլ այդպես մոտեցա», խոստովանեց նա։ «Ես էլ սա որպես լուծում տեսա։ Որպես փրկություն»։ «Իսկ հիմա», հարցրեց Էդուարդը, մի քայլ առաջ գալով, «քեզ համար դեռ միայն դա է»։ Մարինեն զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Հարցը կախված մնաց օդում, ծանր նշանակալից։ «Ոչ», վերջապես ասաց նա։ «Այլս ոչ»։ Էդուարդը կրճատեց նրանց միջ հեռավորությունը, Մարինեի ձեռքերը վերցնելով իր ձեռքերի մեջ։ «Ինձ համար էլ ոչ։ Եվ դա ինձ վախեցնում է, Մարինե։ Որովհետև ես չգիտեմ, ինչպես վարվել սրա հետ։ Ես ամբողջ կյանքս ամեն ինչին մոտեցել եմ որպես ռազմավարության, որպես խաղի։ Բայց դու խաղ չես։ Դու իրական ես։ Եվ ես բաներ եմ զգում, որոնք երբեք չեմ զգացել»։ Մարինեն զգաց, որ արցունքները վերադառնում են, բայց այս անգամ դրանք այլ էին։ Տխրության կամ հիասթափության չէին։ Թեթացման էին։ Հույսի։ «Ես էլ չգիտեմ, ինչպես վարվել սրա հետ», խոստովանեց նա։ «Ես չէի ծրագրել կապվել քեզ հետ։ Ես չէի ծրագրել կարոտել քեզ, երբ դու մոտ չես։ Բայց դա տեղի է ունենում, Էդուարդ։ Եվ ես չգիտեմ, կարող եմ արդյոք կանգնեցնել»։ Նրանք մնացին այնտեղ, ձեռք ձեռքի տված, նայելով միմյանց նոր ուժգնությամբ։ Եվ հետո, դանդաղ, Էդուարդը դեմքը մոտեցրեց նրան։ Համբույրը տարբերվում էր հարսանիքի համբույրից։ Մեխանիկական չէր։ Տեսախցիկների համար չէր։ Իրական էր։ Լի հուզմունքով, վախով, խոստումով։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ դողում էին։ «Մենք սա միասին կհաղթահարենք», ասաց Էդուարդը։ Հոդվածը, բամբասանքները, ճնշումները։ Միասին։ Մարինեն գլխով արեց, ճակատը հենելով նրան։ Միասին։ Նրանք այդ գիշեր նորից սկսեցին կիսել գլխավոր ննջասենյակը։ Բայց ոչ որպես դեր տանող անծանոթներ։ Որպես երկու մարդ, որոնք դանդաղ բացահայտում էին, որ այն, ինչ սկսվել էր որպես պարտականություն, վերածվում էր ընտրության։ Ճանապարհը դեռ երկար կլիներ։ Վերքեր կային բուժելու, վստահություն, վերականգնելու, մի ամբողջ աշխարհ, դիմակայելու։ Բայց հիմա նրանք այլս մենակ չէին։ Նրանք միասին էին։ Եվ գուցե, միայն գուցե, դա բավարար էր։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում այն կավարտվի։ Հաջորդ ամիսները վերականգնման ամիսներ էին։ Մարինեն Էդուարդը միասին դիմակայեցին հոդվածի փոթորկին, պատասխանելով արժանապատվությամբ անհրաժեշտության դեպքում լռությամբ։ Ռազմավարությունն առաջարկել էր նա, բայց ընդունել էր Մարինեն։ Նրանք ավելի շատ ենթադրությունների առիթ չէին տա։ Պարզապես կապրեին իրենց կյանքով, թույլ տալով, որ ժամանակն ու գործողությունները խոսքերից բարձր խոսեն։ Մարինեի շինարարական ընկերությունն իսկապես սկսեց կայունանալ։ Կարապետյանների ընտանիքի ֆինանսական աջակցության նրա հմուտ կառավարման շնորհիվ նախագծերը նորից սկսեցին հոսել։ Մարինեին հաջողվեց կարևոր պայմանագրեր կնքել, այդ թվում քաղաքային հիվանդանոցներից մեկը վերանորոգելու համար, մի հին երազանք, որը վերջապես իրականանում էր։ Էդուարդը նրա հետ տոնեց, կարծես դա իր սեփական հաղթանակը լիներ, Մարինեն հասկացավ, որ նա իսկապես հոգ էր տանում։ Բնակարանը, որը նախկինում չեզոք սառը
տարածք էր թվում, սկսեց կյանք ստանալ։ Մարինեն ավելի շատ բույսեր բերեց, մի անկյուն վերածեց փոքր արվեստանոցի, որտեղ աշխատում էր հանգստյան օրերին։ Էդուարդը մի ամբողջ գրադարակ լցրեց գրքերով, որոնք երկուսն էլ սիրում էին, ստեղծելով փոքր անձնական գրադարան։ Նրանք որդեգրեցին Մալուին մի չարաճճի լաբրադորի, որին գտել էին կենդանիների ապաստարանում, որն արագ դարձավ տան ուշադրության կենտրոնը։ Գիշերներն այժմ ավելի երկար էին։ Նրանք խոսում էին ամեն ինչից, փիլիսոփայությունից մինչ տորթի բաղադրատոմսեր, քաղաքականությունից մինչ մանկության հիշողություններ։ Մարինեն բացահայտեց, որ Էդուարդը մանուկ հասակում կորցրել էր իր կրտսեր եղբորը, մի տրավմա, որն ընտանիքը երբեք պատշաճ կերպով չէր վերամշակել, որը մեծապես ձավորել էր նրա փակ բնավորությունը։ Էդուարդն իմացավ, որ Մարինեն մեծացել էր անտեսված զգալով, միշտ փորձելով իր արժեքն ապացուցել պահանջկոտ հորը, որը երբեք չէր ասում, որ հպարտ է։ Այս խոստովանությունները նրանց մտերմացրին այնպես, ինչպես ոչ մի պայմանագիր չէր կարող կանխատեսել։ Նրանք այլս երկու անծանոթ չէին, որոնք կիսում էին մի հարկ։ Նրանք գաղտնիքներ էին, գործընկերներ և դանդաղ դառնում էին իսկական սիրեկաններ։ Ֆիզիկական մտերմությունը եկավ աստիճանաբար, առանց շտապելու։ Մի ավելի երկար հպում այստեղ, մի ավելի խորը համբույր այնտեղ։ Մարինեն զգում էր, թե ինչպես է սիրտը բաբախում ամեն անգամ, երբ Էդուարդը նրան նայում էր հատուկ ձով, այն հայացքով, որն ավելին էր ասում, քան 1000 բառ։ Իսկ նա իր հերթին սովորում էր թույլ տալ իրեն զգալ, իջեցնել այն պաշտպանական պատերը, որոնք կառուցել էր մի ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց ամեն ինչ կատարյալ չէր։ Ընտանիքները շարունակում էին ներկա լինել, միշտ պահանջելով, միշտ ավելին սպասելով։ Անահիտի տանը կիրակնօրյա ճաշերը քողարկված ճակատամարտերի դաշտեր էին։ Էդուարդի մայրը բաց չէր թողնում հղիության նորությունների բացակայության մասին մեկնաբանություններ անելու, այն մասին, թե ինչպես պետք է Մարինեն ավելի շատ ներգրավված լինի ընտանիքի սոցիալական նախաձեռնություններում, այն մասին, թե ինչպես պետք է ամուսնությունն ավելի շատ հանրային ելույթներ ունենա։ Մարինեն սովորեց ժպտալ խուսափել։ Էդուարդը սովորեց ընդհատել զրույցները, երբ դրանք անցնում էին սահմանը։ Բայց ճնշումը միշտ այնտեղ էր, որպես մի ստվեր, որը երբեք լիովին չէր անհետանում։ Մի շաբաթ առավոտ Մարինեն սրտխառնոցով արթնացավ։ Մտածեց, թե նախորդ գիշեր կերած բանից է, բայց սրտխառնոցը շարունակվեց հաջորդ օրերին։ Էդուարդը պնդեց, որ նա բժշկի գնա։ Նա դիմադրեց, ասելով, որ դա պարզապես աշխատանքային սթրես է, բայց նա չհամաձայնեց։ Կարող է պարզապես սթրես լինել։ Կամ կարող է լինել մի բան, որը ուշադրության կարիք ունի։ Խնդրում եմ, Մարինե։ Իմ խաթր։ Նա գնաց։ Եվ արդյունքը փոխեց ամեն ինչ։ Մարինեն հղի էր։ Նստած բժշկի աշխատասենյակում, նայելով դրական թեստին, Մարինեն զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Նա Էդուարդը զգույշ էին եղել, բայց ոչ միշտ։ Եղել էին գիշերներ, երբ գիրկն ավելի բարձր էր խոսել, քան զգուշությունը, պահեր, երբ նրանք պարզապես մոռացել էին ամեն ինչի մասին, բացի միմյանցից։ Եվ հիմա մի կյանք էր աճում իր ներսում։ Մարինեն չգիտեր, ինչպես է իրեն զգում։ Վախեցած, անշուշտ։ Շփոթված։ Բայց նա մի ուրիշ բան կար։ Ուրախության մի կայծ, որը նա չէր սպասում զգալ։ Երեխա։ Իր Էդուարդի երեխան։ Մի նոր կյանք, որը ոչ մի կապ չուներ պայմանագրերի կամ պարտականությունների հետ, այլ պտուղն էր լինելու մի բանի, որն ավելի ու ավելի իրական էր դառնում նրանց մեջ։ Նա անմիջապես չասաց Էդուարդին։ Պետք էր նախ վերամշակել, հասկանալ իր սեփական զգացմունքները, նախքան նորությունը կիսելը։ Բայց նա նկատեց, որ մի բան փոխվել է։ Էդուարդը միշտ նկատում էր։ Լավ ես, հարցրեց նա այդ գիշեր, երբ ընթրում էին։ Այո։ Մարինե, ես քեզ ճանաչում եմ։ Ինչ-որ բան քեզ անհանգստացնում է։ Նա նայեց նրան, այն մարդուն, որը մտել էր իր կյանք որպես անծանոթ, այժմ այն մարդն էր, որն իրեն ամենալավն էր հասկանում աշխարհում։ Եվ որոշեց, որ չի կարող, չի ուզում դա միայնակ պահել։ Ես այսօր բժշկի էի գնացել։ Էդուարդն անմիջապես լարվեց։ Ու ես հղի եմ։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Էդուարդը բոլորովին անշարժ մնաց, վերամշակելով տեղեկությունը։ Մարինեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նա չգիտեր, թե ինչպես նա կարձագանքի։
Նրանք երբեք չէին խոսել երեխաների, այդ ուղղությամբ ապագայի ծրագրերի մասին։ Ամեն ինչ դեռ այնքան նոր էր, այնքան փխրուն։ Վերջապես Էդուարդը խոսեց. Հըյվի։ Այո։ Երեխա։ Այո։ Նա վեր կացավ աթոռից մոտեցավ նրան։ Մարինեն չէր կարողանում կարդալ նրա դեմքի արտահայտությունը։ Վախենում էր, թե ինչ է լինելու հետո։ Բայց հետո Էդուարդը ծնկի իջավ նրա աթոռի կողքին, վերցրեց նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ, Մարինեն արցունքներ տեսավ նրա աչքերում։ Արցունքներ։ Մարինե, ասաց նա, ձայնը խեղդվելով։ Մենք երեխա ենք ունենալու։ Այո։ Մեր երեխան։ Իրական։ Մարինեն նույնպես սկսեց լաց լինել։ Չգիտեր, դա թեթացում էր, թե հուզմունք, թե վախ, բայց արցունքները գալիս էին։ Էդուարդը գրկեց նրա դեռս հարթ որովայնը, կարծես արդեն կարող էր զգալ կյանքն այնտեղ։ Եվ Մարինեն ձեռքերը տարավ նրա մազերի միջով, հասկանալով, որ գուցե, միայն գուցե, նրանք կկարողանան սա հաջողեցնել։ Հղիության նորությունն ընտանիքների կողմից ընդունվեց ցնծությամբ։ Անահիտը լաց էր լինում ուրախությունից, ասելով, որ վերջապես կունենա այն թոռանը, որին այդքան սպասում էր։ Մարինեի մայրը, որն ամուսնության ողջ ընթացքում ավելի հեռու էր մնացել, նույնպես անկեղծ երջանկություն ցուցաբերեց։ Հանկարծ զույգը, որին կասկածանքով էին նայում, դարձավ ուշադրության կենտրոնը մի այլ ձով։ Ավելի դրական։ Ավելի ջերմ։ Բայց Մարինեն չէր կարողանում լիովին երջանիկ զգալ այդ ամբողջ ուշադրությունից։ Մի բան կար, որ նրան խորապես անհանգստացնում էր։ Այն զգացողությունը, որ երեխային վերաբերվում էին որպես ամուսնության վավերացման, որպես ապացույց, որ ամեն ինչ հաջողվել է, մինչդեռ իրականում նա Էդուարդը դեռ բացահայտում էին, թե ինչպես այդ հարաբերությունները գործի դնել։ Նա մի գիշեր կիսվեց այդ մտահոգություններով Էդուարդի հետ, երբ պառկած էին անկողնում, նա ձեռքը դրած նրա սկսվող մեծանալ որովայնին։ Ես վախենում եմ, որ մարդիկ երեխային կտեսնեն միայն որպես պայմանագրի մաս։ Կարծես հաջող գործարքի գագաթնակետը լինի։ Էդուարդը մի պահ լուռ մնաց, մտածկոտ։ Ես հասկանում եմ։ Բայց գիտես, ես ինչ եմ մտածում։ Որ կարևոր չէ, թե մարդիկ ինչ են մտածում։ Կարևոր է, թե մենք ինչ գիտենք, որ ճիշտ է։ Եվ ճշմարտությունն այն է, որ այս երեխան սիրով է ստեղծվել։ Գուցե մի սեր, որը դեռ սովորում է իրեն սահմանել, բայց այնուամենայնիվ սեր։ Մարինեն շրջվեց նրան նայելու։ Դու իսկապես հավատում ես դրան։ Հավատում եմ։ Մարինե, ես գիտեմ, որ մենք սխալ սկսեցինք։ Ես գիտեմ, որ ամեն ինչ շատ բարդ էր։ Բայց տես, թե մենք հիմա որտեղ ենք։ Մենք ընտրեցինք մնալ։ Մենք ընտրեցինք փորձել։ Եվ մենք իրական բան ենք կառուցում։ Այս երեխան ոչ մի պայմանագրի մաս չէ։ Նա մերն է։ Իսկապես մերը։ Էդուարդի խոսքերը հանգստացրին մի բան նրա ներսում։ Մարինեն ավելի մոտ սողաց նրան, զգալով նրա սրտի հաստատուն բաբախյունը։ Իր ականջի տակ։ Ես քեզ սիրում եմ, ասաց նա հանկարծ, դա առաջին անգամն էր, որ այդ բառերն ասում էր բարձրաձայն։ Էդուարդը մի վայրկյան լարվեց, Մարինեն վախեցավ, որ շատ բան է ասել, շատ արագ։ Բայց հետո նա ավելի ամուր գրկեց նրան ասաց, ձայնը խռպոտ հուզմունքից։ Ես էլ եմ քեզ սիրում։ Կարծում եմ, արդեն որոշ ժամանակ է, ինչ սիրում եմ, բայց չգիտեի ինչպես ասել։ Նրանք այդ գիշեր քնեցին գրկախառնված, մալուն, անկողնու ոտքերի մոտ, մի ապագայի խոստումով, որը կառուցվում էր օրեցօր։ Հղիությունը փոփոխություններ բերեց։ Մարինեն սկսեց ավելի հաճախ սրտխառնոց ունենալ, ինչը ստիպեց նրան կարգավորել իր աշխատանքային գրաֆիկը։ Էդուարդն էլ ավելի ուշադիր դարձավ, ավելի շուտ գալով տուն, թեթ ընթրիքներ պատրաստելով, նրա ուռած ոտքերը մերսելով։ Նա կարդում էր այն ամենը, ինչ գտնում էր հղիության հայրության մասին, հասնելով նրան, որ Մարինեն ծիծաղում էր նրա վրա, ասելով, որ նա նորածինների գծով մագիստրոսականի է պատրաստվում։ Նրանք սկսեցին միասին պատրաստել երեխայի սենյակը։ Մարինեն, իհարկե, նախագիծն արեց, նախկին հյուրասենյակը վերածելով հարմարավետ լույսով լի տարածքի։ Էդուարդը հուզիչ նվիրումով հավաքեց կահույքը։ Նրանք մի հանգստյան օր միասին ներկեցին պատերը, ծիծաղելով, երբ ներկի կաթիլները հայտնվեցին երկուսի վրա էլ։ Հենց այդպիսի մի կեսօր Էդուարդը նուրբ թեմա բարձրացրեց։ Մարինե, ես մի բանի մասին էի մտածում։ Նա հետաքրքրությամբ նայեց նրան։
Ես ուզում էի նորից մեր երթումները տալ։ Այս անգամ իսկապես։ Առանց պայմանագրի, առանց պարտականության։ Միայն ես ու դու, ընտրելով միասին մնալ, որովհետև ուզում ենք։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը նորից լցվում։ Հղիությունը նրան հատկապես զգայուն էր դարձրել, բայց սա այլ էր։ Սա մի բան էր, որը խորը դիպչում էր նրա սրտին։ Դու ուզում ես նորից ինձ հետ ամուսնանալ։ Ուզում եմ։ Ուզում եմ ճիշտ ձով անել։ Մեր ձով։ Մարինեն ժպտաց արցունքների միջից։ Այդ դեպքում այո։ 1000 անգամ այո։ Նրանք կոնկրետ ամսաթիվ չնշանակեցին։ Որոշեցին, որ դա կլինի պարզ, մտերմիկ, միայն իրենց համար։ Առանց ընտանիքի, առանց ճնշումների, առանց մեծ խնջույքների։ Պարզապես երկու մարդ, որոնք վերահաստատում են մի պարտավորություն, որն այժմ սիրով էր արվում։ Բայց նախքան նրանք կկարողանային որևէ բան պլանավորել, մեկ այլ փոթորիկ հասավ նրանց։ Էդուարդն առաջարկ ստացավ դատավոր դառնալու։ Դա մի բան էր, որ նա միշտ ուզել էր, մի երազանք, որը փայփայում էր համալսարանից ի վեր։ Բայց պաշտոնը պահանջում էր, որ նա առնվազն 2 տարով տեղափոխվի Գյումրի, մասնագիտացում անցնելու բարձրագույն դատարանում պաշտոն ստանձնելու համար։ Նա երկընտրանքի մեջ էր։ Մի կողմից կարիերայի հնարավորությունը։ Մյուս կողմից Մարինեն, երեխան, այն կյանքը, որը նրանք կառուցում էին երանում։ Մարինեն նկատեց, որ նա հեռու է, մտածկոտ։ Մի քանի օր անցավ, մինչ նա պատմեց առաջարկի մասին։ Երբ վերջապես խոսեց, տեսանելիորեն տանջվում էր։ Ես չգիտեմ, ինչ անել, Մարինե։ Սա այն ամենն է, ինչ ես միշտ ուզել եմ մասնագիտորեն։ Բայց ես չեմ ուզում քեզ թողնել։ Չեմ ուզում կորցնել այն, ինչ մենք ունենք։ Մարինեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նրա մի մասը ուզում էր գոռալ, որ նա չի կարող գնալ, որ նրանք նրա կարիքն ունեն այստեղ։ Բայց մյուս մասը, այն մասը, որն իսկապես սիրում էր Էդուարդին, գիտեր, որ չի կարող լինել այն պատճառը, որ նա հրաժարվի երազանքից։ Որքան ժամանակով։ 2 տարի։ Բայց ես ժամանակ առ ժամանակ կվերադառնայի։ Եվ դու ու երեխան կարող էիք ինձ այցելել։ 2 տարի։ Հավերժություն էր թվում։ Հատկապես երեխայի ճանապարհին, մի հարաբերությամբ, որը դեռ ամրապնդվում էր։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Դու ուզում ես գնալ։ Ուզում եմ։ Բայց ոչ, եթե դա նշանակում է քեզ կորցնել։ Մարինեն վերցրեց նրա ձեռքերը։ Էդուարդ, ես քեզ չեմ խնդրի մնալ։ Ես չեմ լինի այն մարդը, որը քեզ կխանգարի իրականացնել քո երազանքները։ Բայց նա չեմ ստի, ասելով, որ հեշտ է լինելու։ Իսկ եթե մենք չդիմանանք հեռավորությանը։ Հարցը կախված մնաց օդում, ծանր սարսափելի։ Այդ դեպքում միասին կպարզենք, ասաց Մարինեն, փորձելով ուժեղ լինել։ Բայց ես հավատում եմ մեզ։ Հավատում եմ, որ այն, ինչ մենք ունենք, բավականաչափ ուժեղ է սա վերապրելու համար։ Էդուարդն ամուր գրկեց Մարինեին, կարծես ուզում էր այդ պահը դաջել հիշողության մեջ։ Ես քեզ այնքան եմ սիրում, մրմնջաց նա։ Այնքան։ Նրանք հաջորդ շաբաթներն անցկացրին լոգիստիկայի մասին խոսելով, ծրագրեր կազմելով։ Էդուարդն ընդունեց պաշտոնը, բայց երաշխավորեց, որ ամիսը առնվազն 2 անգամ կվերադառնա երան։ Մարինեն կմնար բնակարանում, զբաղվելով շինարարական ընկերությամբ հղիությամբ։ Նրանք ամեն օր տեսազանգեր կանեին։ Կատարյալ չէր լինի, բայց կստիպեին, որ աշխատի։ Հրաժեշտը օդանավակայանում էր, երեխայի ծնվելուց 3 ամիս առաջ։ Մարինեի որովայնն արդեն բավականին նկատելի էր, Էդուարդը չէր կարողանում դադարել դիպչել նրան, կարծես ուզում էր կապ հաստատել այն որդու հետ, որին դեռ չէր ճանաչում։ Ես այստեղ կլինեմ, երբ երեխան ծնվի։ Խոստանում եմ։ Գիտեմ։ Եվ մենք սա կհաղթահարենք։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Նրանք համբուրվեցին, երկար համբույր, լի չասված խոստումներով։ Մարինեն տեսավ, թե ինչպես է Էդուարդն անցնում անվտանգության ստուգումը, վերջին անգամ շրջվում ձեռքով անելու, հետո անհետանում դեպի թռիչքի դարպասները տանող միջանցքում։ Նա վերադարձավ դատարկ բնակարան, ամիսներ շարունակ առաջին անգամ, իրեն բոլորովին մենակ զգաց։ Առաջին օրերն ամենադժվարն էին։ Մարինեն իրեն բռնում էր, նայելով այն բազմոցին, որտեղ Էդուարդը սովորաբար նստում էր, այն անկողնում, որն այժմ չափազանց մեծ էր թվում, բնակարանի անկյուններին, որոնք կարծես արձագանքում էին նրա բացակայությանը։
Մալուն նույնպես կարոտում էր նրան, դառնալով ավելի լուռ, ավելի քիչ չարաճճի։ Բայց Մարինեն ուժեղ էր։ Միշտ եղել է։ Նա խորասուզվեց աշխատանքի մեջ, ավարտելով ընթացիկ նախագծերը սկսելով նորերը։ Էդուարդի հետ տեսազանգերը դարձան նրա օրերի գագաթնակետը։ Նա պատմում էր Գյումրիի մասին, դժվար, բայց գոհացուցիչ աշխատանքի մասին, այն մասին, թե ինչպես է սովորում մասնագիտորեն աճում։ Նա թարմացնում էր հղիության, երեխայի շարժումների, բժշկական այցելությունների մասին։ Բայց նրանց մեջ մի տարածություն կար, որը նախկինում չկար։ Մի հեռավորություն, որը ոչ միայն ֆիզիկական էր։ Փոքր բաներ մնում էին չասված։ Հույզերը պահվում էին, որովհետև այդպես ավելի հեշտ էր։ Այն հարաբերությունը, որն այդքան մտերիմ էր դարձել, սկսում էր ճաքեր ցույց տալ։ Մարինեն փորձում էր շատ չմտածել դրա մասին։ Կենտրոնացավ հղիության, երեխայի գալուստի նախապատրաստությունների վրա։ Մայրը սկսեց ավելի հաճախ այցելել, օգնելով իրերը կարգի բերել, խորհուրդներ տալով։ Հաճելի էր ունենալ այդ կանացի ներկայությունը, այդ մայրական աջակցությունը, որը Մարինեն երկար ժամանակ չէր ունեցել։ Երբ Էդուարդը վերադարձավ առաջին այցի, Մարինեն 7 ամսական հղի էր։ Նա սպասում էր, որ ամեն ինչ կվերադառնա իր հունին, հենց որ նա գա, բայց այդպես չեղավ։ Նրանց մեջ մի օտարություն կար, մի պաշտոնականություն, որը նախկինում չկար։ Կարծես երկու մարդ փորձում էին միմյանց ճանաչել որոշ ժամանակ բաժանված լինելուց հետո։ Նրանք փորձեցին։ Ընթրիքի գնացին, զրուցեցին, համբուրվեցին։ Բայց մի բան այլ էր։ Մարինեն զգում էր, գիտեր, որ Էդուարդը նույնպես զգում էր։ Վերջին գիշերը, նախքան նրա Գյումրի վերադառնալը, Մարինեն վերջապես բարձրաձայնեց այն, ինչ զգում էր։ Մենք կորցնում ենք իրար։ Էդուարդը ճամպրուկն էր հավաքում, կանգ առավ շարժման մեջ։ Գիտեմ։ Ու ինչ ենք անում։ Չգիտեմ, Մարինե։ Իսկապես չգիտեմ։ Նրա ազնվությունը ավելի շատ ցավեցրեց, քան որ է սուտ կարող էր ցավեցնել։ Դու զղջում ես, որ գնացիր։ Դա չէ։ Բայց նա չգիտեմ, երջանիկ եմ արդյոք։ Երկփեղկված եմ։ Մարինեն նստեց անկողնուն, զգալով երեխայի ծանրությունը իր որովայնում էլ ավելի մեծ ծանրությունը իր սրտում։ Երբ երեխան ծնվի, գուցե մենք պետք է վերանայենք այս ամենը։ Չգիտեմ, կարող եմ արդյոք սա միայնակ անել, Էդուարդ։ Չգիտեմ, ուզում եմ արդյոք։ Նա մոտեցավ նրան, ծնկի իջնելով Մարինեի դիմաց բռնելով նրա ձեռքերը։ Դու մենակ չես։ Ես այստեղ եմ։ Բայց դու այստեղ չես, ասաց Մարինեն, ձայնը կոտրվելով։ Դու Գյումրիում ես։ Դու այլ կյանքով ես ապրում։ Իսկ ես այստեղ եմ, հղի, փորձելով ամեն ինչ միայնակ հաղթահարել։ Ես վերադառնում եմ։ Միշտ վերադառնում եմ։ Բայց իսկ երբ դու չես կարող վերադառնալ։ Իսկ երբ երեխան ծնվի լուսադեմին, դու 1000 կիլոմետր հեռու լինես։ Իսկ երբ ես քո կարիքն ունենամ, դու այստեղ չլինես։ Էդուարդը պատասխան չուներ։ Եվ դա ամեն ինչ ասում էր։ Նա հաջորդ օրը վերադարձավ Գյումրի, հրաժեշտն էլ ավելի ցավոտ էր, քան առաջինը։ Մարինեն ամբողջ ճանապարհին լաց էր լինում, զգալով, որ կորցնում է մի թանկ բան, չգիտի, ինչպես պահել։ Օրերը ձգձգվում էին։ Մարինեն մտավ հղիության 8-րդ ամիսը, ամեն օր նախորդից ավելի ծանր էր թվում։ Ֆիզիկապես, էմոցիոնալ առումով։ Էդուարդի հետ զրույցներն ավելի կարճ, ավելի մակերեսային դարձան։ Նրանք խուսափում էին դժվար թեմաներից, որովհետև այդպես ավելի հեշտ էր։ Եվ հետո, հուլիսի մի ցուրտ լուսադեմին, Մարինեն զգաց առաջին կծկումները։ Շատ շուտ էր։ Գրեթե 3 շաբաթ կար նախատեսված ամսաթվին։ Նա անմիջապես զանգեց Էդուարդին, ձայնը դողալով վախից։ Երեխան գալիս է։ Արդեն։ Հիմա։ Այո։ Ես հիվանդանոց եմ գնում։ Ես առաջին իսկ չվերթով կգամ։ Դիմացիր, Մարինե։ Ես այնտեղ կլինեմ։ Բայց նա այնտեղ չէր։ Դեռ ոչ։ Մարինեն միայնակ գնաց հիվանդանոց, միայն մոր ուղեկցությամբ։ Ծննդաբերությունը երկար ու դժվար էր։ Ժամեր անցան, Մարինեն զգում էր յուրաքանչյուր կծկում, կարծես կիսվելու էր, ամեն րոպե հարցնելով, թե արդյոք Էդուարդն արդեն հասել է։ Նա հասավ, երբ արդեն շատ ուշ էր։
Երբ Մարինեն արդեն ամեն ինչի միջով միայնակ անցել էր, երբ երեխան արդեն ծնվել էր, երբ նա արդեն հյուծված պառկած էր հիվանդանոցի մահճակալին մի փոքրիկ աղջնակի գրկին, Էդուարդը շնչակտուր մտավ սենյակ, դեմքը գունատ, աչքերը լայն բացված։ Եվ երբ տեսավ Մարինեին իրենց դստերը գրկած, նա փլվեց։ «Ներիր», ասաց նա, մոտենալով մահճակալին։ «Ներիր, որ ժամանակին չհասա»։ Մարինեն նայեց նրան, ծանոթանալուց ի վեր առաջին անգամ զայրույթ զգաց։ Իրական, խորը, ցավոտ զայրույթ։ «Դու այստեղ չէիր», ասաց նա, ձայնը ցածր, բայց լի հուզմունքով։ «Ես քո կարիքն ունեի, դու այստեղ չէիր։ Ես եկա որքան հնարավոր է շուտ»։ Բայց դա բավականաչափ շուտ չէր։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Էդուարդը նայեց Մարինեի գրկի դստերը, այն փոքրիկ կյանքին, որը նա օգնել էր ստեղծել, բայց ներկա չէր եղել դիմավորելու։ «Կարո՞ղ եմ գրկել նրան», հարցրեց նա, ձայնը գրեթե շշուկով։ Մարինեն տատանվեց։ Նրա մի մասը ուզում էր մերժել, ուզում էր պատժել նրան բացակայության համար։ Բայց մյուս մասը, այն մասը, որը դեռ սիրում էր Էդուարդին, չնայած ամեն ինչին, գիտեր, որ նա նույնպես տառապում էր։ Նա զգուշորեն փոխանցեց երեխային։ Էդուարդը նրան գրկեց, կարծես աշխարհի ամենափխրուն բանը լիներ, աչքերը լցված, ձեռքերը թեթակի դողալով։ «Բար, փոքրիկս», մրմնջաց նա։ «Ես հայրիկը դեմ։ Ներիր, որ ուշացա»։ Մարինեն դիտում էր տեսարանը, սիրո վիրավորանքի մեջ բաժանված սրտով։ Նրանք այժմ դուստր ունեին։ Մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ, որը նման կլիներ երկուսին էլ, որը կկրեր երկուսի դնդն հույսերը։ Բայց Մարինեն չգիտեր, արդյոք դա բավարար կլինի փրկելու այն, ինչ մնացել էր իրենց ամուսնությունից։ Չգիտեր, արդյոք իրենց կառուցած սերը բավականաչափ ուժեղ է հեռավորությունը, բացակայությունները, խախտված խոստումները վերապրելու համար։ Մինչ Էդուարդը օրորում էր դստերը, ցածրաձայն օրորոցային երգելով, Մարինեն փակեց աչքերը, ամիսներ շարունակ առաջին անգամ թույլ տվեց իրեն իսկապես լաց լինել։ Լաց լինել մենակության, վախի, ապագայի անորոշության համար։ Նրանք այժմ ընտանիք ունեին։ Բայց դեռ պետք է պարզեին, թե կկարողանան արդյոք իսկական ընտանիք լինել։ Սոֆիա։ Այս անունն ընտրեցին աղջկա համար։ Պարզ, գեղեցիկ անուն, որը կրում էր իմաստության ուժի հույս։ Մարինեն նայում էր այդ փոքրիկ արարածին իր գրկում այնքան ուժեղ սեր էր զգում, որ ցավում էր։ Դա մի տեսակ սեր էր, որը տարբերվում էր այն ամենից, ինչ նա երբեք զգացել էր, ավելի բնազդային, ավելի բացարձակ։ Էդուարդը Սոֆիայի ծնունդից հետո 2 շաբաթ մնաց երանում։ Դրանք տարօրինակ 2 շաբաթ էին, լի ծնողական առաջին պահերով, անքուն գիշերներով, կեղտոտ տակտիրներով, անբացատրելի լացով։ Բայց դրանք նա 2 շաբաթ էին, որոնց ընթացքում Մարինեն Էդուարդը կարծես պտտվում էին միմյանց շուրջ, երբեք իսկապես չդիպչելով։ Նրանք լավ էին աշխատում որպես ծնողական թիմ։ Էդուարդը սովորեց արդյունավետորեն փոխել տակտիրները, ճիշտ ջերմաստիճանով շշեր պատրաստել, օրորել Սոֆիային մինչ նա քնի։ Մարինեն իր հերթին բացահայտեց, որ ավելի բնազդային մայր է, քան պատկերացնում էր, արձագանքելով դստեր լացին նույնիսկ նախքան լիովին հասկանալը, թե նա ինչի կարիք ունի։ Բայց որպես զույգ, նրանք հեռու էին։ Խոսում էին Սոֆիայի, նրա կարիքների, բժշկական այցելությունների մասին։ Բայց չէին խոսում իրենց մասին, այն մասին, թե ինչ է կատարվում իրենց ամուսնության հետ, թե ինչպես առաջ շարժվել։ Գյումրի վերադառնալուց առաջ գիշերը Մարինեն նստած էր Սոֆիայի սենյակի բազկաթոռին, կերակրելով երեխային, երբ նա մտավ։ «Մենք պետք է խոսենք», ասաց նա, նստելով դատարկ օրորոցի եզրին։ Մարինեն գիտեր, որ այս պահը գալու է։ Նույնիսկ մտովի պատրաստվել էր, բայց այնուամենայնիվ զգաց, թե ինչպես է ստամոքսը խառնվում։ «Գիտեմ։ Ես ուզում եմ վերադառնալ, Մարինե։ Ուզում եմ վերադառնալ երան, քեզ մոտ, Սոֆիայի մոտ»։ Մարինեի սիրտը թռիչք կատարեց, բայց նա զգույշ մնաց։ «Իսկ պաշտոնը»։ «Ես կարող եմ տեղափոխում խնդրել։ Մի քանի ամիս կտի, բայց հնարավոր է։ Ես այլս ոչինչ չեմ ուզում կորցնել։ Արդեն կորցրել եմ նրա ծնունդը։ Այլս չեմ ուզում»։ Մարինեն նայեց Սոֆիային, որը հանգիստ ուտում էր, բոլորովին անտեղյակ ծնողների զրույցից։ «Էդուարդ, դու այնքան շատ ես աշխատել այդ պաշտոնը ստանալու համար։ Չեմ ուզում, որ ինձ համար հրաժարվես։ Դա քեզ համար չէ։ Մեզ համար է։ Մեր ընտանիքի համար»։ Ընտանիք բառը արձագանքեց սենյակի լռության մեջ։
Առաջին անգամն էր, որ Էդուարդն այդ տերմինն օգտագործում էր այդքան վերջնական, այդքան ճշմարիտ։ Իսկ եթե հետո զղջաս? Եթե վիրավորված լինես, որ հրաժարվել ես քո երազանքից։ Էդուարդը վեր կացավ, մոտեցավ Մարինեին, ծնկի իջնելով բազկաթոռի կողքին։ Իմ երազանքը փոխվել է, Մարինե։ Նախկինում ես ուզում էի դատավոր լինել, համակարգում փոփոխություն մտցնել։ Եվ դեռ ուզում եմ։ Բայց հիմա ես նա ուզում եմ այստեղ լինել։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես է դուստրս մեծանում։ Ուզում եմ քնել այն կնոջ կողքին, որին սիրում եմ։ Ուզում եմ իրական կյանք կառուցել, ոչ թե միայն կարիերա։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Սոֆյան ավարտեց ուտելը, Մարինեն նրան դրեց ուսին, որպեսզի գխտա, մի քանի վայրկյան շահելով մտքերը կարգի բերելու համար։ Որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի տեղափոխում ստանաս։ 3, գուցե 4 ամիս։ Մարինեն դանդաղ գլխով արեց։ Այդ դեպքում այսպես կանենք։ Դու կվերադառնաս Գյումրի, կաշխատես տեղափոխման վրա, իսկ ես կմնամ այստեղ Սոֆյայի հետ։ Բայց այս անգամ այլ կերպ կլինի։ Մենք իսկապես կխոսենք, Էդուարդ։ Ոչ միայն առօրյայի մասին։ Մեր մասին։ Այն մասին, թե ինչ ենք զգում։ Խոստանում եմ։ Այս անգամ այլ կերպ կլինի։ Նրանք խոստումը կնքեցին համբույրով, առաջին իսկական համբույրը Սոֆյայի ծնվելուց հետո։ Այն կարճ էր, բայց լի իմաստով։ Էդուարդը հաջորդ օրը մեկնեց, բայց հրաժեշտն այլ էր։ Հույս կար հիմա։ Ծրագիր։ Լույս թունելի վերջում։ Հաջորդ ամիսները դժվար էին։ Առաջին անգամ մայր լինելն ավելի դժվար էր, քան Մարինեն պատկերացնում էր։ Սոֆյան համեմատաբար հանգիստ երեխա էր, բայց այնուամենայնիվ մշտական ուշադրություն էր պահանջում։ Մարինեն հազիվ էր կարողանում քնել, հազիվ էր կարողանում աշխատել։ Շինարարական ընկերությունը մի քանի շաբաթով երկրորդ պլան մղվեց, մինչ նա հարմարվում էր նոր իրականությանը։ Մայրը հիմնարար աջակցություն էր։ Ամեն օր գալիս էր, օգնում Սոֆյայի հետ, ուտելիք պատրաստում, խորհուրդներ տալիս։ Մարինեն իրեն բռնեց, գնահատելով այդ հարաբերությունն այնպես, ինչպես մանկուց չէր արել։ Նրանք վերամիավորվում էին, վերագտնում միմյանց։ Էդուարդը կատարեց խոստումը։ Տեսազանգերն ամենօրյա էին ավելի երկար։ Նրանք խոսում էին ամեն ինչի մասին։ Մարինեն կիսվում էր իր մայրական անվստահություններով, վախերով, փոքր հաղթանակներով։ Էդուարդը խոսում էր աշխատանքի մասին, բայց նա այն մասին, թե ինչպես է փորձում արագացնել տեղափոխումը, թե ինչպես է կարոտում նրանց։ Նա վերադառնում էր Երևան, երբ կարողանում էր, նույնիսկ եթե դա ընդամենը մի հանգստյան օր էր։ Այդ պահերին նրանք ջանում էին ժամանակ անցկացնել միասին, որպես ընտանիք։ Զբոսանքներ այգում, Սոֆյային մանկասայլակով, ընթրիքներ տանը, հանգիստ գիշերներ, հեռուստացույց դիտելով, երբ երեխան քնած էր նրանց միջ բազմոցին։ Հենց այդ պահերին էր, որ Մարինեն զգում էր, որ նրանք ճիշտ ուղու վրա են։ Որ իրենց սերն իրական է, բավականաչափ ուժեղ, դժվարությունները հաղթահարելու համար։ Բայց կյանքը նրանց համար այլ փորձություններ էր պատրաստել։ Սոֆյան 4 ամսական էր, երբ հիվանդացավ։ Հանկարծակի։ Բարձր ջերմություն, որը չէր իջնում, անդադար լաց, ուտելուց հրաժարվել։ Մարինեն նրան վազելով հիվանդանոց տարավ, սիրտը խուճապից բաբախելով։ Բժիշկները հետազոտություններ արեցին, վարկածներ բացառեցին, մինչ վերջապես պարզեցին, որ դա լուրջ միզուղիների վարակ է։ Սոֆյան ստիպված եղավ 5 օր հիվանդանոցում մնալ։ 5 օր դժոխք Մարինեի համար, որը մի վայրկյան չհեռացավ դստեր կողքից։ Էդուարդը թողեց ամեն ինչ Գյումրիում անմիջապես եկավ։ Նրանք այդ օրերն անցկացրին հիվանդանոցում, հերթով գրկելով Սոֆյային պրոցեդուրաների ժամանակ, մխիթարելով միմյանց, երբ վախը չափազանց մեծ էր դառնում։ Հենց այդ փորձության ընթացքում մի բան վերջնականապես փոխվեց։ Մարինեն հասկացավ, որ անկախ նրանից, թե որքան են նրանք վիճում կամ հեռանում, երբ իսկապես կարոր էր, Էդուարդն այնտեղ էր։ Եվ Էդուարդը հասկացավ, որ չի կարող, չի ուզում նրանցից հեռու ապրել։ Այլս ոչ։ Երբ Սոֆյային դուրս գրեցին, լավացած նորից ժպտալով, նրանք միմյանց լուր խոստում տվեցին։ Այլս բաժանումներ չկան։ Այլս հեռավորություն չկա։ Կգտնեին միջոց, որպեսզի ամեն ինչ ստացվի, բայց միասին։ Էդուարդն էլ ավելի արագացրեց տեղափոխման գործընթացը։ Արեց այն ամենը, ինչ իրենից կախված էր, օգնություն խնդրեց, խոսեց վերադասների հետ։
Եվ վերջապես, 2 ամիս անց, տեղափոխումը հաստատվեց։ Նա վերջնականապես կվերադառնար Երան։ Այն օրը, երբ Էդուարդը վերջնականապես տուն վերադարձավ, Մարինեի կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Նա սպասում էր բնակարանի դռան մոտ, Սոֆյային գրկին, երբ տեսավ Էդուարդին ճամպրուկներով, զգաց, որ վերջապես նորից են սկսում։ Այս անգամ իսկապես։ Էդուարդի վերադարձի առաջին շաբաթները հարմարվելու շաբաթներ էին։ Նա պետք է վերահարմարվեր տան առօրյային, երեխայի ռիթմին, այն ձայներին ու շարժումներին, որոնք Մարինեի առօրյայի մասն էին կազմում։ Բայց նա նվիրվեց ամբողջ հոգով ու մարմնով։ Արթնանում էր լուսադեմին, Սոֆյային օգնելու, հանգստյան օրերին նախաճաշ էր պատրաստում, Մալուին զբոսանքի էր տանում։ Մարինեն, իր հերթին, պետք է վերասովորեր տարածքն ու պարտականությունները կիսել։ Վերջին ամիսներին սովորել էր ամեն ինչ միայնակ անել, հանկարծ մեկը հայտնվել էր, որը կիսում էր որոշումները, օգնություն առաջարկում, ներկա էր։ Կոնֆլիկտներ եղան, իհարկե։ Վեճեր այն մասին, թե ինչպես ամեն ինչ ավելի լավ անել, առօրյա մանրուքների շուրջ։ Մարինեն մշակել էր Սոֆյային խնամելու իր սեփական մեթոդները, իսկ Էդուարդը տարբեր գաղափարներ ուներ։ Բայց նրանք սովորեցին բանակցել, հարգել միմյանց կարծիքները, գտնել ոսկե միջինը։ Եվ աստիճանաբար, շատ աստիճանաբար, ընտանիքն իսկապես սկսեց իրեն գտնել։ Էդուարդը սկսեց աշխատել Երանի դատարաններից մեկում։ Դա հենց այն պաշտոնը չէր, որ ուներ Գյումրիում, բայց նա չէր մտահոգվում։ Կարորը տանը մոտ լինելն էր, ամեն գիշեր ընտանիքի հետ ընթրելը, Սոֆյայի մեծանալը տեսնելը։ Մարինեն ավելի հավասարակշռված կերպով վերսկսեց աշխատանքը շինարարական ընկերությունում։ Վարձեց հմուտ օգնականի, սկսեց առաջադրանքներ պատվիրակել։ Հասկացավ, որ պետք չէ ամեն ինչ միայնակ տանել, որ նորմալ է օգնություն խնդրել։ Հիվանդանոցի նախագիծը հաջողությամբ ավարտվեց, Մարինեն անչափ հպարտացավ, տեսնելով վերջնական արդյունքը։ Դա հարմարավետ, լույսով լի տարածք էր, հենց այնպես, ինչպես նա պատկերացնում էր։ Նրանք դայակ վարձեցին շաբաթական մի քանի կեսօր օգնելու համար, ինչը թույլ տվեց Մարինեին Էդուարդին ժամանակ ունենալ իրենց համար, որպես զույգ։ Նորից սկսեցին ընթրիքի գնալ, առանց ընդհատումների զրուցել, վերագտնել միմյանց, առանց պարտականությունների մշտական ճնշման։ Հենց այդպիսի մի գիշեր Էդուարդը նորից բարձրացրեց ամուսնության թեման։ Դեռ ուզում ես նորից երդումներ տալ։ Մարինեն ժպտաց։ Դեռ ուզում եմ։ Այդ դեպքում արի անենք։ Հիմա, երբ ես վերադարձել եմ, հիմա, երբ մենք կայուն ենք։ Արի անենք մեր ձով։ Նրանք սկսեցին պլանավորել։ Ոչ մի մեծ բան։ Մտերմիկ արարողություն Երանի մերձակայքում գտնվող փոքրիկ մատուռում։ Միայն մի քանի մտերիմ ընկերներ ամենամոտ ընտանիքը։ Առանց ավելորդ շքեղության, առանց ցուցադրականության։ Պարզապես 2 մարդ, որոնք վերահաստատում են մի պարտավորություն, որն այժմ անկեղծ էր։ Մարինեն ընտրեց պարզ էլեգանտ զգեստ։ Էդուարդը կհագներ մի կոստյում, որն արդեն ուներ։ Սոֆյան, որն արդեն գրեթե 8 ամսական էր, կունենար հատուկ զգեստ, նրան կբերեր Մարինեի տատիկը։ Արարողությունը նշանակվեց գարնանային շաբաթ օրվա կեսօրին։ Եղանակը կատարյալ էր, մեղմար, թեթ զեփյուռ։ Երբ Մարինեն մտավ մատուռ, այս անգամ առանց առաջին արարողության շքեղության, զգաց, որ սա է։ Սա իրական է։ Սա այն ամուսնությունն է, որը նա ուզում էր։ Էդուարդը սպասում էր նրան խորանի մոտ, երբ նրանց հայացքները հանդիպեցին, երկուսն էլ ժպտացին։ Դա առաջին ամուսնության ստիպողական ժպիտը չէր։ Դա մաքուր, իսկական ուրախություն էր։ Երդումները գրել էին իրենք։ Մարինեն խոսեց այն մասին, թե ինչպես է Էդուարդը մտել իր կյանք, որպես անծանոթ դարձել իր լավագույն ընկերը, իր գործընկերը, իր դստեր հայրը։ Խոսեց իրենց հանդիպած դժվարությունների, այն մասին, թե ինչպես գրեթե հանձնվեցին, բայց թե ինչպես արժեր պնդել։ Էդուարդը խոսեց այն մասին, թե ինչպես է Մարինեն իրեն սովորեցրել զգալ, թույլ տալ իսկապես սիրել, խոցելի լինել։ Խոսեց Սոֆյայի մասին, այն մասին, թե ինչպես է այդ փոքրիկ աղջիկը լիովին փոխել իր առաջնահերթությունները։ Խոսեց այն ապագայի մասին, որը ցանկանում էր կառուցել նրանց հետ, գիտակցված ընտրությունների, ներկայության, ամենօրյա սիրո ապագա։ Երբ մատանիները փոխանակեցին, երկուսի աչքերում էլ արցունքներ կային։ Եվ երբ համբուրվեցին, դա ոչ միայն պարտավորության համբույր էր։ Դա նոր սկզբի համբույր էր։ Հետո փոքրիկ խնջույքը անկաշկանդ էր։ Համեղ ուտելիք, աշխույժ զրույցներ, անկեղծ ծիծաղ։
Սոֆյային ձեռքից ձեռք էին փոխանցում, բոլորից ժպիտներ կորզելով։ Մանուն վազվզում էր այգում, ուրախ այդ ամբողջ եռուզեռից։ Մարինեն Էդուարդը պարեցին իրենց առաջին պարը, որպես իսկական նորապսակներ։ Նա քնքշորեն գրկում էր նրան, նա գլուխը հենում էր նրա ուսին, երկար ժամանակ անց առաջին անգամ Մարինեն իրեն լիովին խաղաղ զգաց։ Շնորհակալ եմ, որ չհանձնվեցիր ինձնից, մրմնջաց Էդուարդը նրա ականջին։ Շնորհակալ եմ, որ վերադարձար, պատասխանեց նա։ Ես երբեք չպետք է գնայի։ Բայց դու պետք է։ Եվ հիմա դու այստեղ ես։ Սա է կարևորը։ Նրանք շարունակեցին պարել, կորած միմյանց մեջ, մինչ արը մայր էր մտնում հորիզոնում, Սոֆյան հանգիստ քնած էր տատիկի գրկում։ Հաջորդ ամիսները կառուցման ամիսներ էին։ Մարինեն Էդուարդը սովորեցին միասին ծնողներ լինել, հավասարակշռված կերպով կիսել պարտականությունները։ Սոֆյան արագ մեծանում էր, արդեն սկսելով ինքնուրույն նստել, իր առաջին ձայները հանել, ճանաչել ծնողներին ժպտալ, երբ տեսնում էր նրանց։ Մարինեի շինարարական ընկերությունը լավ էր գործում։ Նոր նախագծեր էին հայտնվում, նա կարողանում էր հավասարակշռել աշխատանքն ու մայրությունը այնպես, ինչպես հնարավոր չէր համարում։ Էդուարդը աչքի էր ընկնում դատարանում, վաստակելով գործընկերների հարգանքը անձնական բավարարվածություն իր կատարած աշխատանքից։ Նրանք բնակարանը վերածեցին իսկական տան։ Ոչ միայն գեղեցիկ լավ կահավորված վայրի, այլ կյանքով լի տարածքի։ Սոֆյայի խաղալիքները սփռված էին հյուրասենյակում, նկարներ, պատերին, բույսեր, որոնց Մարինեն խնամքով էր վերաբերվում, գրքեր, որոնք Էդուարդը միշտ կարդում էր։ Ընտանիքները շարունակում էին ներկա լինել, բայց այժմ Մարինեն Էդուարդը առողջ սահմաններ էին հաստատել։ Կիրակնօրյա ճաշերը լինում էին, բայց ոչ ամեն շաբաթ։ Անահիտը սովորեց հարգել զույգի տարածքը, հատկապես այն բանից հետո, երբ Էդուարդը նրա հետ անկեղծ զրույց ունեցավ Սոֆյայի դաստիարակությանը այդքան շատ չխառնվելու մասին։ Դա ուսուցման, աճի, վերափոխման տարի էր։ Մարինեն հետ էր նայում հազիվ էր ճանաչում այն կնոջը, որը մտել էր այդ պայմանավորված ամուսնության մեջ։ Նա աճել էր, հասունացել, սովորել ընդունել օգնություն, կիսել պարտականություններ, սիրել այնպես, ինչպես երբեք չէր պատկերացնում։ Էդուարդը նույնպես փոխվել էր։ Սառը հաշվենկատ մարդը, որն առաջնահերթություն էր տալիս կարիերային, տեղը զիջել էր նվիրված հոր, ներկա ամուսնու, մեկի, ով սովորել էր, որ հաջողությունը միայն մասնագիտական տերմիններով չի չափվում։ Բայց կյանքը երբեք լիովին հանգիստ չի լինում, մի նոր մարտահրավեր էր սպասվում։ Մարինեն պարզեց, որ շինարարական ընկերության դեմ դատական հայց է ներկայացվել։ Մի դժգոհ հաճախորդ, որը դժգոհ էր հին շինարարությունից, նույնիսկ նախքան նրա կողմից կառավարումը լիովին ստանձնելը, միլիոնավոր դրամների փոխհատուցում էր պահանջում։ Գործը բարդ էր, ներառում էր տեխնիկական թերություններ, որոնք Մարինեն այն ժամանակ չէր կարող կանխատեսել։ Նա ընկճվեց։ Ընկերության վերականգնման ողջ աշխատանքը, իր վաստակած ողջ վստահությունը, կարծես նորից վտանգի տակ էր։ Անքուն գիշերները վերադարձան, բայց այս անգամ Սոֆյայի պատճառով չէր։ Պատասխանատվության բեռի, ամեն ինչ կորցնելու վախի պատճառով էր։ Էդուարդը նրա ապահով նավահանգիստն էր։ Նա մասնագիտական հայացքով վերլուծեց գործը, լավ փաստաբաններ խորհուրդ տվեց, օգնեց Մարինեին կազմակերպել պաշտպանությունը։ Բայց դրանից ավելին, նա այնտեղ էր էմոցիոնալ առումով։ Բռնում էր նրա ձեռքը դժվար գիշերներին, ասում, որ դա միասին կհաղթահարեն, հիշեցնում, որ նա բավականաչափ ուժեղ է ցանկացած փոթորիկ դիմակայելու համար։ Գործընթացը ամիսներ տեց։ Հյուծիչ էր, սթրեսային, էներգիա ռեսուրսներ խլեց։ Բայց Մարինեն չհանձնվեց։ Էդուարդի աջակցությամբ, նրա օգնությամբ հավաքված հմուտ փաստաբանների թիմով, նա պայքարեց։ Եվ վերջապես, գրեթե 1 տարի անց, գործը լուծվեց հօգուտ շինարարական ընկերության։ Դատավորը ճանաչեց, որ թերությունները Մարինեի պատասխանատվությունը չէին, այլ նախորդ կառավարման կողմից կայացված որոշումների։ Շինարարական ընկերությունն արդարացվեց, ավելի լավ, նրա հեղինակությունը գործընթացից ամրապնդված դուրս եկավ։ Մարինեն լաց եղավ, երբ լուրը ստացավ։ Ոչ թե տխրությունից, այլ թեթացումից, երախտագիտությունից։ Նա հաղթել էր։ Նրանք հաղթել էին։ Այդ գիշեր, Սոֆյային քնեցնելուց հետո, Մարինեն Էդուարդը նստեցին բնակարանի պատշգամբում։ Քաղաքը փայլում էր ներքում, անտարբեր անձնական դրամաների նկատմամբ, բայց Մարինեին դա չէր հետաքրքրում։ Նա ուներ այն, ինչ իսկապես կարևոր էր, հենց իր կողքին։ Մենք այնքան բանի միջով ենք անցել, ասաց նա, գլուխը հենելով Էդուարդի ուսին։ Եվ ամեն ինչ վերապրել ենք։
Վերապրելուց ավելին։ Մենք աճել ենք։ Էդուարդը վերցրեց Մարինեի ձեռքը, միահյուսելով մատները։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, այնպես չէ՞։ Այնպես, ինչպես ես նույնիսկ չգիտեի, որ հնարավոր է սիրել մեկին։ Մարինեն ժպտաց։ Ես էլ եմ քեզ սիրում։ Եվ երախտապարտ եմ ամեն ինչի համար։ Նույնիսկ դժվար մասերի համար, որովհետև դրանք մեզ այստեղ բերեցին։ Նրանք մնացին այնտեղ, հարմարավետ լռության մեջ, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը։ Մանուն քնած էր նրանց ոտքերի մոտ, հանգիստ։ Սոֆյան քնած էր սենյակում, ապահով սիրված։ Եվ նրանք միասին էին, ավելի ուժեղ, քան երբևէ։ Կյանքը հեքիաթ չէր եղել։ Իրական էր եղել, իր բոլոր անկատարություններով, մարտահրավերներով։ Բայց դա իրենցն էր եղել։ Իսկապես իրենցը։ Եվ մինչ նրանք նայում էին ապագային, Մարինեն Էդուարդը գիտեին, որ կլինեն ավելի շատ փոթորիկներ, ավելի շատ մարտահրավերներ, ավելի շատ դժվար պահեր։ Բայց նա գիտեին, որ ամեն ինչ միասին կդիմակայեն։ Որովհետև այն, ինչ նրանք հիմա ունեին, ոչ միայն ամուսնություն էր։ Իրական գործընկերություն էր։ Սիրով, հարգանքով ամենօրյա ընտրությամբ կառուցված ընտանիք։ Սոֆյան սկսեց լաց լինել սենյակում, թեթ լաց, որը ցույց էր տալիս, որ նա արթնանում է։ Մարինեն վեր կացավ նրա մոտ գնալու, բայց Էդուարդը բռնեց նրա ձեռքից։ Ես կգնամ։ Դու մնա այստեղ, մի քիչ հանգստացի։ Մարինեն ժպտաց, երախտապարտ։ Էդուարդը մտավ բնակարան, Մարինեն մնաց այնտեղ, պատշգամբում, լսելով քաղաքի ձայներն ու տան ձայները։ Էդուարդը ցածրաձայն խոսում էր Սոֆյայի հետ, երեխայի քիչ-քիչ ծիծաղը ի պատասխան, մանուն շարժվում գնում էր նրանց հետից։ Դրանք իր կյանքի ձայներն էին։ Այն կյանքի, որը նա կառուցել էր, աղյուս առ աղյուս, օրեցօր։ Կատարյալ չէր, բայց իրական էր։ Եվ գեղեցիկ, հրաշալիորեն իրենն էր։ 2 տարի անցավ երթումների նորոգումից հետո։ Սոֆյան արդեն գրեթե 3 տարեկան էր, խոսուն, հետաքրքրասեր, էներգիայով լի աղջիկ։ Նա ուներ Էդուարդի մուգ աչքերը, Մարինեի վճռական ժպիտը։ Նա երկուսի կատարյալ խառնուրդն էր, արտաքինով բնավորությամբ։ Բնակարանը լիովին փոխվել էր։ Այժմ պատերին Սոֆյայի նկարներն էին, խաղալիքներ, սփռված բոլոր անկյուններում, փոքրիկ մանկական գրադարան, որը Էդուարդը ջանում էր միշտ թարմ պահել։ Մալուն, որն այլս այնքան երիտասարդ չէր, դարձել էր Սոֆյայի անբաժան ուղեկիցը, ամեն գիշեր քնելով աղջկա օրորոցի կողքին։ Մարինեն իր կարիերայի ամենաարդյունավետ պահերից մեկում էր։ Շինարարական ընկերությունը ոչ միայն լիովին վերականգնվել էր, այլ ընդլայնվում էր։ Նա հենց նոր էր պայմանագիր կնքել 2 քաղաքային դպրոց նախագծելու համար, բանակցությունների մեջ էր մի մեծ հիվանդանոցային համալիրի համար։ Դա այն ամենն էր, ինչ նա միշտ երազել էր անել, ստեղծել տարածքներ, որոնք իսկապես փոփոխություն կմտցնեին մարդկանց կյանքում։ Էդուարդը իր հերթին պատրաստվում էր իրականացնել մեկ այլ երազանք։ Նա անցել էր խիստ ընտրություն, վերաքննիչ դատարանի դատավոր դառնալու համար։ Դա կլիներ զգալի առաջխաղացում, ավելի շատ պատասխանատվություն, ավելի շատ հեղինակություն։ Բայց այս անգամ նա ստիպված չէր լինի տեղափոխվել։ Պաշտոնը հենց երանում էր։ Նրանք լավ էին։ Իսկապես լավ։ Կոնֆլիկտները դեռ գոյություն ունեին, որովհետև նրանք 2 ուժեղ կարծիքներով, տարբեր բնավորություններով մարդիկ էին։ Բայց սովորել էին առողջ կերպով վիճել, խոսելով լուծել խնդիրները, երբեք վիճած չքնել։ Մի շաբաթ օրվա կեսօրին, մինչ Սոֆյան տատիկի հետ խաղում էր այգում, Մարինեն Էդուարդը գնացին սուրճ խմելու մի հատուկ վայր։ Դա այն սրճարանն էր, որտեղ նրանք առաջին անգամ գնացել էին որպես իսկական զույգ, ամուսնությունից ամիսներ անց, երբ դեռ բացահայտում էին միմյանց։ Նստած նույն սեղանի շուրջ, նրանք չկարողացան չժպտալ հեգնանքից։ Հիշո՞ւմ ես առաջին անգամ, երբ այստեղ եկանք, հարցրեց Մարինեն, խառնելով սուրճը։ Հիշում եմ։ Դու կապուչինո պատվիրեցիր, ամբողջ ընթացքում նյարդայնացած էիր։ Ես նյարդայնացած էի։ Չգիտեի, ինչպես խոսել քեզ հետ։ Դու գործնականում անծանոթ էիր։ Իսկ հիմա։ Իսկ հիմա դու այն մարդն ես, որին ես ամենաշատն եմ ճանաչում աշխարհում։ Այն մարդը, որն ինձ ավելի լավ է ճանաչում, քան ես ինքս։ Էդուարդը սեղանի վրայով բռնեց Մարինեի ձեռքը։ Ով կմտածեր, այնպես չէ՞, որ պայմանավորված ամուսնությունը սրան կհանգեցներ։ Ինչին։ Այս ամենին։ Իրական սիրո։
Ընտանիքի։ Մի կյանքի, որը ես ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Նույնիսկ այն ամենից հետո, ինչի միջով անցել էին, Էդուարդը դեռ կարողանում էր հուզել նրան պարզ անկեղծ խոսքերով. Ես էլ։ Նույնիսկ դժվար պահերին ես ոչինչ չէի փոխի։ Որովհետև ամեն ինչ մեզ այստեղ բերեց։ Նրանք ժամերով զրուցեցին, վերհիշելով դժվար լավ պահերը, ծիծաղելով իրավիճակների վրա, որոնք այն ժամանակ դրամատիկ էին թվում, բայց հիմա պարզապես հիշողություններ էին։ Խոսեցին Սոֆյայի մասին, այն մասին, թե ինչպես է նա արագ մեծանում, նրա ապագայի ծրագրերի մասին։ Էդուարդը նշեց, որ ուզում է սկսել Սոֆյային սոցիալական պատասխանատվություն սովորեցնել, գուցե նրան կամավորական նախագծերի տանել, երբ նա մի փոքր ավելի մեծ լինի։ Մարինեն հիացավ գաղափարով առաջարկեց, որ կարող են դա միասին անել, որպես ընտանիք։ Դա մաքուր կապի պահ էր, առանց շեղումների, առանց ճնշումների։ Պարզապես երկու գործընկեր, որոնք կիսում էին երազանքներ ծրագրեր կազմում։ Երբ վերադարձան տուն, գտան Սոֆյային Մալուի հետից վազելիս բնակարանում, Մարինեի տատիկը փորձում էր անհաջող հասնել նրանց։ Տեսարանը քաոսային կատարյալ էր միաժամանակ։ Մամա, պապա, գոռաց Սոֆյան, տեսնելով նրանց, վազելով Մարինեի գիրկը։ Տատիկը թույլ տվեց, պաղպաղակ ուտեմ։ Մարինեն զվարճալի հայացք նետեց մորը, որը պարզապես ուսերը թոթվեց ժպիտով։ Մի քիչ էր, պաշտպանվեց տատիկը։ Էդուարդը Սոֆյային գրկեց, պտտվելով նրա հետ մինչ աղջկանից ծիծաղ կորզեց։ Մարինեն դիտում էր տեսարանը, սիրտը երջանկությունից լցված։ Սա ընտանիք էր։ Սա տուն էր։ Այդ գիշեր, Սոֆյային քնեցնելուց հետո, Մարինեն գնաց աշխատասենյակ, որը նրանք ստեղծել էին սենյակներից մեկում։ Էդուարդն այնտեղ էր, վերանայելով աշխատանքի համար որոշ փաստաթղթեր։ Նա մոտեցավ հետից, գրկելով նրա վիզը։ Հոգնած ես։ Մի քիչ։ Բայց լավ հոգնածություն է։ Մարինեն համբուրեց նրա գլխի գագաթը։ Ես մի բանի մասին էի մտածում։ Ինչի՞։ Թե ինչքան հեռու ենք մենք հասել։ Հիշում ես, երբ ասացիր, որ մենք պարզապես պայմանագիր ենք։ Էդուարդը շրջվեց աթոռին, նրան նայելու։ Ինչպես կարող էի մոռանալ։ Դա ամենահիմար բաներից մեկն էր, որ երբե ասել եմ։ Մարինեն ժպտաց։ Բայց այն ժամանակ դա ճիշտ էր։ Մենք իսկապես պարզապես պայմանագիր էինք։ Եվ տես, թե ինչի ենք մենք վերածվել։ Լավագույն բանին, որ երբե պատահել է ինձ հետ։ Էդուարդը Մարինեին քաշեց իր գիրկը, ամուր գրկելով։ Նրանք այդպես մնացին որոշ ժամանակ, պարզապես վայելելով մտերմությունը, այն մտերմությունը, որը կառուցել էին տարիների ընթացքում։ Կարծում ես, մենք այլ կերպ կհանդիպեինք, հարցրեց Մարինեն։ Եթե չլիներ պայմանավորված ամուսնությունը։ Էդուարդը մի պահ մտածեց։ Գուցե։ Մեր աշխարհները հատվում էին։ Բայց ազնիվ ասած, կարծում եմ ոչ։ Մենք շատ տարբեր պղպջակներում էինք ապրում։ Եվ նույնիսկ եթե հանդիպեինք, չգիտեմ կստացվեր արդյոք։ Երբեմն մտածում եմ, որ մեզ պետք է ստիպել ճանաչել միմյանց, որպեսզի բացահայտենք, թե ինչ կար մեկս մյուսի մեջ։ Տարօրինակ է մտածել դրա մասին։ Որ մեզ պետք էր հրել միմյանց։ Բայց հիմա մենք այստեղ ենք ընտրությամբ։ Եվ դա ամեն ինչ փոխում է։ Այո, համաձայնեց Մարինեն, գլուխը հենելով նրա ուսին։ Նրանք գրկախառնված մնացին, մինչ Մարինեն սկսեց ննջել։ Էդուարդը նրան տարավ սենյակ, զգուշորեն պառկեցնելով անկողնում։ Նա անհասկանալի բան մրմնջաց, բայց ժպտաց կիսաքուն։ Նա պառկեց նրա կողքին, դիտելով նրա հանգիստ դեմքը, այնքան ուժեղ երախտագիտության ալիք զգաց, որ սիրտը սեղմվեց։ Շնորհակալ եմ, շնջաց նա տիեզերքին, ճակատագրին, այն ամենին, ինչը դավադրություն էր կազմակերպել, նրանց միասին բերելու համար։ Հաջորդ ամիսները շատ լավ փոփոխությունների ամիսներ էին։ Էդուարդը պաշտոնապես ստանձնեց վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը, գեղեցիկ արարողություն, որտեղ Մարինեն առաջին շարքում էր, հպարտ, Սոֆյային գրկին։ Աղջիկը շատ բան չհասկացավ, թե ինչ է կատարվում, բայց աշխուժորեն ծափահարեց, երբ բոլորը ծափահարեցին, ներկաներից ծիծաղ կորզելով։ Մարինեն բացեց իր մինչ այդ ամենամեծ նախագիծը, դպրոց քաղաքի անապահով թաղամասերից մեկում։ Դա դժվար նախագիծ էր, սուղ բյուջեով, բայց նա հրաշքներ էր գործել։ Շենքը գեղեցիկ էր, ֆունկցիոնալ, լույսով գույնով լի։
Բացման օրը երեխաները վազվզում էին նոր միջանցքներով, աչքերը հիացմունքից փայլելով։ Մարինեն զգաց, որ կատարել է իր նպատակը։ Սա ճարտարապետությունից ավելին էր։ Վերափոխում էր։ Էդուարդն այնտեղ էր, իհարկե, Սոֆյային ձեռքին։ Նրանք միասին կտրեցին ժապավենը, մի ընտանիք, որը միավորված էր ոչ միայն արյունով կամ ամուսնությամբ, այլ ընդհանուր արժեքներով, միահյուսված երազանքներով։ Հենց բացման խնջույքի ժամանակ Էդուարդը Մարինեին քաշեց ավելի հանգիստ անկյուն։ Ես քեզ մի հարց ունեմ տալու։ Մարինեն հետաքրքրությամբ նայեց նրան։ Ինչ հարց։ Ինչպես ես վերաբերվում մեկ այլ երեխա ունենալուն։ Մարինեն մի պահ լուռ մնաց, վերամշակելով հարցը։ Նրանք արդեն խոսել էին դրա մասին նախկինում, անորոշ, բայց երբեք լրջորեն։ Դու մեկ այլ երեխա։ Ես ուզում եմ։ Ոչ թե հենց հիմա, բայց ի վերջո։ Կարծում եմ, Սոֆյան հիանալի ավագ քույր կլիներ։ Եվ ես կցանկանայի նորից անցնել այդ ամենի միջով։ Բայց այս անգամ սկզբից, առանց բացակայությունների, առանց հեռավորության։ Մարինեն զգաց, թե ինչպես է մի բան շարժվում իր ներսում։ Հուզմունքի, վախի խառնուրդ։ Ես էլ կցանկանայի։ Բայց դա ինձ վախեցնում է։ Արդեն այնքան զբաղված ենք Սոֆյայով, աշխատանքով։ Գիտեմ։ Բայց մենք պետք չէ հիմա որոշել։ Պարզապես ուզում էի իմանալ, արդյոք դու բաց ես գաղափարի համար։ Բաց եմ։ Բաց մի փոքր վախեցած, բայց բաց։ Էդուարդը ժպտաց, համբուրելով նրա ճակատը։ Այդ դեպքում թող լինի, երբ ճիշտ ժամանակը գա։ Նրանք վերադարձան խնջույքին, ձեռք ձեռքի տված, դիտելով Սոֆյային, որը խաղում էր այլ երեխաների հետ, արդեն ընկերներ ձեռք բերելով, ինչպես միշտ անում էր, որտեղ էլ որ լիներ։ 6 ամիս անց Մարինեն պարզեց, որ նորից հղի է։ Դա անակնկալ էր, բայց բարի անակնկալ։ Այս անգամ, երբ ասաց Էդուարդին, այլ էր։ Նրանք տանն ընթրում էին, Սոֆյան արդեն քնած, երբ Մարինեն պարզապես դրական թեստը դրեց նրա ափսեի կողքին։ Էդուարդը նայեց, նորից նայեց, հետո նայեց Մարինեին, դեմքին հսկայական ժպիտ։ Լուրջ։ Նա այնքան արագ վեր կացավ, որ քիչ մնաց աթոռը գցեր, վազելով Մարինեին գրկելու։ Նա ծիծաղեց, գրկելով նրան, զգալով, թե ինչպես է նրա ուրախությունը վարակում իրեն։ Մենք մեկ այլ երեխա ենք ունենալու, ասաց Էդուարդը, հիացած։ Այո։ Եվ դու այստեղ կլինես սկզբից։ Կլինեմ։ Խոստանում եմ։ Ոչինչ բաց չեմ թողնի։ Եվ նա կատարեց։ Էդուարդը ներկա էր բոլոր այցելություններին, բոլոր ուլտրաձայնային հետազոտություններին, Մարինեի տրամադրության բոլոր փոփոխություններին։ Երբ նա սրտխառնոց էր ունենում, նա բռնում էր նրա մազերը։ Երբ նա գիշերվա կեսին տարօրինակ բաներ էր ուզում, նա դուրս էր գալիս գնելու։ Երբ նա անվստահ էր զգում իր փոփոխվող մարմնի պատճառով, նա հիշեցնում էր, թե որքան գեղեցիկ է նա։ Սոֆյան հիացած էր, իմանալով, որ եղբայր կամ քույր է ունենալու։ Նա խոսում էր Մարինեի որովայնի հետ, պատմություններ պատմում, երգեր երգում։ Մարինեն հուզվում էր, տեսնելով դստեր բնական բարությունը, նրա անվերապահ սիրելու կարողությունը։ Այս անգամ, երբ ծննդաբերությունը սկսվեց, Էդուարդը Մարինեի կողքին էր։ Նա բռնում էր նրա ձեռքը յուրաքանչյուր կծկման ժամանակ, սրբում նրա քրտինքը, քաջալերանքի խոսքեր շշնջում։ Եվ երբ վերջապես ծնվեց մի տղա, Հենրիկը, նա լաց եղավ։ Լաց եղավ ուրախությունից, թեթացումից, երախտագիտությունից, որ այնտեղ է, որ այդ պահը բաց չի թողել։ Մարինեն որդուն գրկեց, արցունքոտ աչքերով նայեց Էդուարդին, զգաց, որ վերջապես ամեն ինչ իր տեղն է ընկել։ Ընտանիքը լիարժեք էր։ Երկու երեխաների հետ առաջին ամիսները լարված էին։ Սոֆյան սկզբում խանդում էր, լրացուցիչ ուշադրության կարիք ունենալով։ Հենրիկն ավելի անհանգիստ երեխա էր, քան Սոֆյան էր եղել, ավելի շատ լաց լինելով, ավելի քիչ քնելով։ Գիշերներ կային, երբ Մարինեն Էդուարդը հազիվ էին կարողանում քնել, հերթով հանգստացնելով երեխային, միաժամանակ փորձելով Սոֆյային երջանիկ պահել։ Բայց նրանք ստիպում էին, որ աշխատի։ Միասին։ Միշտ միասին։ Էդուարդը շարունակում էր լինել ներկա հայր ուշադիր ամուսին։ Մարինեն շարունակում էր լինել փայլուն մասնագետ նվիրված մայր։ Նրանք սովորել էին հավասարակշռության արվեստը, կիսել առաջադրանքները, օգնություն խնդրել, երբ կարիք ունեին, տոնել փոքր հաղթանակները։
Սոֆյան ի վերջո հարմարվեց, դառնալով այն պաշտպանող ավագ քույրը, որը Էդուարդը կանխատեսել էր։ Նա օգնում էր օրորել Հենրիկին, տակտիրներ բերում, երգում նրա համար, երբ նա լաց էր լինում։ Երկու երեխաներին միասին տեսնելը ամեն անգամ հալեցնում էր Մարինեի սիրտը։ Հենրիկի ծնունդից 1 տարի անց, մի հանգիստ կիրակի առավոտ, ընտանիքը հավաքված էր հյուրասենյակում։ Էդուարդը հատակին խորանարդիկներ էր հավաքում Սոֆյայի հետ։ Մարինեն բազմոցին էր, կերակրելով Հենրիկին։ Մալուն փռված քնած էր գորգին, արդեն բավականին ծեր, բայց դեռ ընտանիքի կարևոր մասը։ Մարինեն շուրջը նայեց, կլանելով տեսարանը։ Բնակարանը խառնաշփոթ էր, լի խաղալիքներով, հագուստով, փոքր երեխաներով, ընտանիքի իրական կյանքով։ Բայց դա գեղեցիկ խառնաշփոթ էր։ Կյանք էր տեղի ունենում։ Էդուարդը նկատեց, որ Մարինեն դիտում է, ժպտաց նրան։ Ինչի՞ մասին ես մտածում, թե ինչքան տարօրինակ է կյանքը, թե ինչպես մենք երբեք չգիտենք, թե որտեղ կավարտենք։ Երջանիկ ես։ Մարինեն նույնիսկ մտածելու կարիք չունեցավ։ Լիովին։ Սարսափելիորեն երջանիկ։ Ես էլ։ Սոֆյան նայեց ծնողներին։ Ես էլ եմ երջանիկ։ Եվ Հենրիկն էլ, ուղղակի նա դեռ խոսել չգիտի։ Բոլորը ծիծաղեցին։ Դա պարզ, առօրյա պահ էր, բայց լի իմաստով։ Սա իրական երջանկություն էր։ Ոչ թե հեքիաթների երջանկությունը, կատարյալ անթերի, այլ ամենօրյա ընտրությունների, աղյուս առ աղյուս կառուցված սիրո, մի ընտանիքի երջանկությունը, որն ընտրեց միասին մնալ նույնիսկ երբ դժվար էր։ Այդ կեսօրին, երեխաներին քնեցնելուց հետո Մարինեն Էդուարդը դուրս եկան պատշգամբ, իրենց հետ վերցնելով մի շիշ գինի, որը տարիներ շարունակ պահում էին հատուկ առիթի համար։ Որոշեցին, որ այդ պահը բավականաչափ հատուկ է։ Նրանք կենաց խմեցին, մի քանի րոպե լուռ վայելեցին գինին, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը ներքում գտնվող քաղաքի ձայնը։ Հիշո՞ւմ ես առաջին անգամ, երբ այստեղ եկանք, հարցրեց Մարինեն, հենվելով բազրիքին։ Հարսանիքից անմիջապես հետո։ Մենք այստեղ լուռ կանգնած էինք, անհարմար, չիմանալով ինչ ասել։ Հիշում եմ։ Ես ասացի, որ մենք պարզապես պայմանագիր ենք։ Իսկ հիմա։ Էդուարդը մոտեցավ, գրկելով Մարինեին հետից, գզակը հենելով նրա ուսին։ Հիմա մենք ամեն ինչ ենք։ Մենք գործընկերներ ենք, ծնողներ, ընկերներ, սիրեկաններ։ Մենք իսկական ընտանիք ենք։ Եվ ես ամեն օր շնորհակալ եմ այն պայմանավորված ամուսնության համար, որն ինձ քեզ մոտ բերեց։ Մարինեն շրջվեց նրա գրկում, նայելով այն մուգ աչքերին, որոնք այդքան լավ գիտեր։ Ես այնքան երկար ժամանակ զայրացած էի, որ ինձ ստիպել էին այդ ամուսնությանը։ Բայց հիմա ես տեսնում եմ, որ դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել։ Որովհետև դա ինձ բերեց քեզ, բերեց Սոֆյային, Հենրիկին, բերեց այս կյանքը, որը ես սիրում եմ։ Էդուարդը նրբորեն համբուրեց Մարինեին, մի համբույր, լի պատմությամբ, հաղթահարումներով, իսկական սիրով։ Կարծում ես, մարդիկ, որոնք դիտում էին մեր առաջին հարսանիքը, պատկերացնում էին, որ մենք այստեղ կհասնենք։ Կարծում եմ, ոչ։ Կարծում եմ, բոլորը մեր դեմ էին գրազ գալիս։ Եվ մենք ապացուցեցինք, որ նրանք սխալվում էին։ Ապացուցեցինք։ Նրանք գրկախառնված մնացին պատշգամբում, դիտելով աստղերը, որոնք համառորեն փայլում էին նույնիսկ քաղաքի բոլոր լույսերի հետ։ Մարինեն մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էին, բոլոր փոթորիկների, որոնց դիմակայել էին, բոլոր այն անգամների, երբ գրեթե հանձնվել էին, բայց ընտրել էին մնալ։ Եվ հասկացավ, որ սա է իսկական սիրո պատմությունը։ Ոչ թե ֆիլմերի, որտեղ ամեն ինչ հեշտ է կատարյալ, այլ իրական կյանքի, որտեղ դու ընտրում ես սիրել ամեն օր, նույնիսկ դժվար օրերին։ Որտեղ դու կառուցում ես մի ամուր բան, աղյուս առ աղյուս, համբերությամբ նվիրումով։ Այն, ինչ սկսվել էր որպես պայմանագիր, որպես պարտականություն, որպես ֆինանսական խնդիրների լուծում, վերածվել էր նրա կյանքի ամենաիսկական թանկ բանին։ Եվ Մարինեն գիտեր, որ Էդուարդը նույնն էր զգում։ Նրանք վերադարձան ներս, երբ գիշերվա ցուրտը սկսեց ուժեղանալ։ Ստուգեցին երեխաներին, Սոֆյան քնած էր բերանը բաց, ձեռքը կախված մահճակալից, Հենրիկը ամբողջովին փաթաթված օրորոցում։ Մալուն գլուխը բարձրացրեց, երբ տեսավ նրանց, կարճ թափահարեց պոչը, նորից քնեց։ Պառկած անկողնում, ձեռք ձեռքի տված ներքնակի մեջտեղում, Մարինեն Էդուարդը վերջին հայացքը փոխանակեցին, նախքան քնելը։ Սիրում եմ քեզ, շշնջաց նա։ Ես քեզ ավելի շատ, պատասխանեց նա։
Անհնար է։ Հնարավոր է։ Մարինեն ժպտաց սենյակի մթության մեջ։ Նրանք դեռ կարող էին վիճել, թե ով է ավելի շատ սիրում։ Որոշ բաներ երբեք չէին փոխվում, նա չէր ուզի, որ փոխվեին։ Ժամանակն անցավ։ Սոֆյան դպրոց գնաց, Հենրիկը սկսեց սողալ, հետո քայլել։ Մարինեի շինարարական ընկերությունը շարունակեց աճել, Էդուարդը ճանաչվեց իր արդար կշռադատված դատական որոշումների համար։ Նրանք ավելի մեծ տուն գնեցին, բակով, որտեղ երեխաները կարող էին խաղալ, մալում վայելել իր վերջին տարիները։ Դեռ դժվար պահեր եղան։ Ֆինանսական ճգնաժամ, որը ցնցեց շուկան։ Մալուի հիվանդություն, որը նրանց անհանգստացրեց։ Վեճեր երեխաների համար լավագույն դպրոցի շուրջ։ Հոգնածություն, սթրես, ցանկացած զույգի սովորական մարտահրավերները, փոքր երեխաներով պահանջկոտ կարիերաներով։ Բայց նրանք միշտ գտնում էին ճանապարհը դեպի միմյանց։ Միշտ հիշում էին իրենց տված խոստումները, ոչ թե առաջին հարսանիքի խորանի մոտ, այլ լուսադեմի հանգիստ պահերին, անկեղծ զրույցներում, մնալու, պայքարելու, սիրելու ամենօրյա ընտրություններում։ Եվ երբ վերջապես կանգ առան հետ նայելու այն ճանապարհին, որն անցել էին, այն առաջին պայմանավորված ամուսնությունից մինչ միասին կառուցած կյանքը, Մարինեն Էդուարդը գիտեին, որ ոչինչ չէին փոխի։ Ոչ դժվար պահերը, ոչ վեճերը, ոչ այն հեռավորությունը, որը գրեթե ոչնչացրեց նրանց։ Որովհետև ամեն ինչ անհրաժեշտ էր։ Ամեն ինչ կառուցման մասն էր։ Եվ արդյունքն ավելի գեղեցիկ էր, քան նրանցից որը մեկը կարող էր պատկերացնել այն ցուրտ օրը խորանի մոտ, երբ երկու անծանոթ ամուսնացան պարտադրանքով գաղափար չունեին, որ սկսում են իրենց կյանքի ամենամեծ արկածը։ Նրանց սերը առաջին հայացքից չէր։ Կառուցված էր։ Աղյուս առ աղյուս։ Ընտրություն առ ընտրություն։ Օրեցօր։ Եվ հենց դրա համար էլ ուժեղ էր։ Անսասան։ Իրական։ Եվ նրանք ապրեցին։ Ոչ թե երջանիկ հավերժ, հեքիաթի իմաստով, այլ երջանիկ, բառի իրական իմաստով։ Երջանիկ լավ օրերին, նա ընտրելով երջանկությունը վատ օրերին։ Երջանիկ միասին, կառուցելով մի կյանք, որն արժեր ապրել։ Որովհետև ի վերջո նրանք բացահայտեցին, որ իսկական սերը այն չէ, որը կախարդականորեն տեղի է ունենում։ Այն է, որը դու ընտրում ես կառուցել ամեն օր, համբերությամբ, նվիրումով, շատ աշխատանքով։ Եվ այդ կառուցումն անսահման ավելի արժեքավոր է, քան ցանկացած հեքիաթ։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Էդուարդի պատմությունը դիպավ ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք աղյուս առ աղյուս կառուցված սիրո այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, ցույց տալիս, որ իսկական սերն ամենօրյա ընտրություն է։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, որտեղ մեկ այլ հուզիչ պատմություն ձեզ կստիպի խորել սրտի ճանապարհների մասին։ Մինչ շուտով։